Սովորական սուպերմարկետում մի աղջիկ փորձում է պարզ տորտ գնել իր եղբոր համար, բայց բավարար գումար չունի։ Երբ նա հրաժարվում է, առանց իմանալու, նրան հետում է միլիարդատեր, ով նրա կրծքին նկատում է հազվագյուտ կարոր մեդալ։ Անցյալի հերոսի հիշողությունից հուզված, նա որոշում է գործել ընդմիշտ փոխում է այդ ընտանիքի ճակատագիրը։ Երեքշաբթի օրվա երկրորդ կեսը ծանրորեն սողում էր Երանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի ծայրամասում գտնվող հույս սուպերմարկետի վրա։ Օդորակիչը հազիվ էր աշխատում, հասունացած մրգերի հոտը խառնելով նեղ միջանցքներում իրար քսվող տասնյակ մարդկանց քրտինքի հոտին։ Դա այն տոտն էր, որ կպչում է մաշկիդ ցանկացած շարժում ջանքի է վերածում։ Ճռճռացող սայլակների հաճախորդների բարձր խոսակցությունների մեջ 12-ամյա մի աղջիկ վճռական քայլերով գնում էր դեպի հացաբուլկեղենի բաժինը։ Անահիտ Սարգսյանը ձեռքերում մի բուռ ճմրթված թղթադրամներ ու մի քանի մետաղադրամ էր բռնել, որոնք զնգում էին նրա գունաթափված շորտի գրպանում։ Նրա շագանակագույն աչքերը փայլում էին անհանգստության հույսի խառնուրդով, մինչ նա նայում էր սառնարան ցուցափեղկում դրված տորթերին։ Նրա կողքին 7-ամյա եղբայրը, Պետրոսը, ամուր բռնել էր նրա շապիկի փեշից, ինչպես միշտ էր անում, երբ միասին դուրս էին գալիս։ Տղայի մազերը փնթի էին, այտերը դեռ մանկական թմբլիկ, բայց նրա աչքերում մի վաղաժամ հասունություն կար, որը չպետք է լիներ այդքան փոքր երեխայի մոտ։ Նա գիտեր, որ քույրն այնտեղ էր, փորձելու իրականացնել այն երազանքը, որը նա փայփայում էր ամիսներ շարունակ։ Շաբաթներ շարունակ Պետրոսը կանգնում էր հենց այդ ցուցափեղկի դիմաց, հիացմունքով դիտելով մի կոնկրետ տորտ։ Դա ամենամեծը չէր, ոչ էլ ամենազարդարունը։ Դա շոկոլադե պարզ տորտ էր, բաց կապույտ կրեմով վրան շաքարե փոքրիկ հրթիռով։ Ցանկացած մեծահասակի համար դա ընդամենը սովորական քաղցրավենիք կլիներ։ Պետրոսի համար այդ տորթը ներկայացնում էր հնարավորությունների երազանքների մի ամբողջ տիեզերք։ Հացաբուլկեղենի բաժնում աշխատող աղջիկը զբաղված էր հացերը դասավորելով, երբ Անահիտը մոտեցավ վաճառասեղանին։ Նա ձեռքերը սրբեց գոգնոցով երեխաներին նայեց վաղ առավոտից աշխատող մարդու հոգնած արտահայտությամբ։ «Բար, սիրելիս։ Ինչ էիք ուզում», հարցրեց նա, առանց մեծ խանդավառության։ Անահիտը խորը շունչ քաշեց մատնացույց արեց այն տորթը, որն այդքան հմայել էր եղբորը։ «Խնդրում եմ, ինչքան արժե այն տորթը»։ «Կապույտը, հրթիռիկով»։ Աշխատակցուհին նայեց նշված ուղղությամբ ստուգեց մի փոքրիկ պիտակ։ «Դա 4500 դրամ է, աղջիկ ջան»։ Անահիտի սիրտը գծկվեց։ Նա տանը տասնյակ անգամներ հաշվել ու վերահաշվել էր փողը։ Ուներ ուղիղ 3850 դրամ։ Ամիսներ շարունակ խնայել էր գետնին գտած յուրաքանչյուր մետաղադրամ, մոր տաբատի գրպանում մոռացած յուրաքանչյուր մանր դրամ, դպրոցի նախաճաշից խնայած յուրաքանչյուր լումա։ «Կարող եք 3850-ով տալ», հարցրեց նա դողացող, բայց դեռ հույսով լի ձայնով։ Աշխատակցուհին բացասական շարժեց գլուխը։ «Չեմ կարող, սիրելիս։ Գինը դա է։ Այնտեղ ավելի էժան տորթեր կան, տես»։ Անահիտը զգաց, թե ինչպես Պետրոսի փոքրիկ ձեռքն էլ ավելի ամուր սեղմեց իր շապիկը։ Նա կարիք չուներ եղբորը նայելու, իմանալու համար, որ նա ամեն ինչ լսել է։ Ամբողջ ճանապարհին Պետրոսը շշնջում էր, թե որքան յուրահատուկ կլիներ այդ տորթն ունենալ իր 8-ամյակի օրը, որը հաջորդ օրն էր։ «Անի, ոչինչ», մրմնջաց Պետրոսը, փորձելով խիզախ ելալ, չնայած ձայնի մեջ ակնհայտ հիասթափությանը։ «Կարող ենք ուրիշը վերցնել»։ Բայց Անահիտը գիտեր, որ եղբայրը ոչ թե ցանկացած տորթ էր ուզում։ Պետրոսը փայլող աչքերով բացատրել էր, որ այդ կապույտ հրթիռը նրան հիշեցնում է տիեզերագնացներին, որոնց տեսնում էր հեռուստացույցով։ Նա երազում էր թռչել տիեզերք, ուսումնասիրել հեռավոր մոլորակներ, լինել հերոս, ինչպիսիք հայտնվում էին մուլտֆիլմերում, որոնք կարողանում էին դիտել, երբ հին հեռուստացույցն աշխատում էր։ Աղջիկը շուրջը նայեց, դիտելով դրամարկղի հերթում կանգնած մարդկանց։ Ոմանք գնումներով լի սայլակներ էին պահել, մյուսները ընդամենը մի քանի իր։ Բոլորը շտապող, անհամբեր տեսք ունեին, նայում էին բջջայիններին կամ բարձրաձայն խոսում։ Ոչ ոք ուշադրություն չէր դարձնում երկու երեխաներին, որոնք հացաբուլկեղենի բաժնում իրենց լուռ դրաման էին ապրում։ «Թույլ տուր փողը նորից հաշվեմ», ասաց Անահիտը, ավելի շատ իրեն, քան որե մեկին։ Նա թղթադրամները փռեց վաճառասեղանին, յուրաքանչյուրը զգուշորեն հարթեցնելով։ Երկու լավ մաշված 1000 դրամանոց կար, մի 500 դրամանոց ծայրին փոքր պատրվածքով, 300 դրամանոցներ, որոնք կարծես շատ ձեռքերով էին անցել, մի բուռ տարբեր արժեքի մետաղադրամներ։
Հաշվեց 1, 2, 3 անգամ։ Արդյունքը միշտ նույնն էր՝ 3850 դրամ։ Հացաբուլկեղենի աշխատակցուհին տեսարանին հետում էր անհամբերության խղճահարության խառնուրդ արտահայտող դեմքով։ Նա արդեն նման իրավիճակներում եղել էր, գիտեր, թե որքան ցավալի է երեխային տորտ մերժելը, բայց նա ծանոթ էր խանութի խիստ կանոններին։ «Տես, աղջիկ ջան», ասաց նա, փորձելով ձայնը մեղմացնել, «այնտեղ շոկոլադե տորտ կա, որը 3500 դրամ արժե։ Դա էլ է շատ համեղ»։ Անահիտը նայեց նշված ուղղությամբ։ Դա սովորական տորտ էր, առանց հատուկ զարդարանքի, առանց այն հրթիռի, որը եղբոր աչքերը փայլեցնում էր։ Դա կլիներ պարզապես ցանկացած տորտ, ոչ թե Պետրոսի երազանքների խորհրդանիշը։ Այդ պահին երեխաների հետում մի քանի մարդ սկսեց հերթ կանգնել։ Լիքը սայլակով մի տիկին անհամբեր փնչացրեց, նայելով ժամացույցին։ Կոստյումով մի տղամարդ մի քանի անգամ ստուգեց բջջայինը, շտապողականություն ցուցաբերելով։ Ճնշումը մեծանում էր։ «Անի», շշնջաց Պետրոսը, քաշելով քրոջ շապիկի փեշից, «գնացինք»։ «Պետք չի»։ Բայց Անահիտը չէր կարող այդպես հանձնվել։ Այդ տորթը ավելին էր խորհրդանշում, քան պարզապես ծննդյան քաղցրավենիք։ Այն ներկայացնում էր եղբոր մասին հոգ տանելու իր կարողությունը, նրան ստիպելու, որ յուրահատուկ զգա մի օր, որը պետք է կախարդական լիներ ցանկացած երեխայի համար։ Այն ներկայացնում էր այն լուռ խոստումը, որ նա տվել էր ինքն իրեն, որ Պետրոսը գոնե մի պահ մաքուր ուրախություն կունենա այդքան դժվարությունների մեջ։ 12-ամյա աղջիկը ստանձնել էր պարտականություններ, որոնք իրենը չպետք է լինեին, այն օրվանից, երբ պապը մահացել էր մի քանի ամիս առաջ։ Նա հոգ էր տանում Պետրոսի մասին, երբ մայրն աշխատում էր, պատրաստում էր այն պարզ կերակուրները, որ կարողանում էին ունենալ, օգնում էր տնային աշխատանքներում, խաղեր էր հորինում, նրան ամենադժվար պահերին շեղելու համար։ Նա դարձել էր եղբոր ապահով նավահանգիստը, այն մարդը, ով փորձում էր հույսը կենդանի պահել նույնիսկ այն ժամանակ, երբ ամեն ինչ թվում էր, թե փլուզվում է։ «Խնդրում եմ», ասաց Անահիտս մեկ անգամ, ուղիղ նայելով աշխատակցուհու աչքերին, «իսկապես հնարավոր չէ զեղչ անել։ Վաղը նրա ծնունդն է»։ Կինը մի պահ վարանեց։ Աղջկա ձայնի մեջ մի բան կար, որը հուզեց նրա սիրտը, վճռականություն, խառնված հուսահատության հետ, որը նա լավ էր ճանաչում։ Բայց կանոնները հստակ էին, նա չէր կարող իր աշխատանքը վտանգի ենթարկել։ «Ցավում եմ, սիրելիս։ Իսկապես չեմ կարող»։ Նրանց հետի հերթը մեծանում էր, անհամբերության մրմունջները սկսում էին ավելի բարձր լսվել։ Անահիտը զգաց հայացքների ծանրությունը իր վրա, ճնշումը, որ ուշացնում է մյուս մարդկանց, դաժան իրականությունը, որ բավարար գումար չունի եղբոր երջանկությունը գնելու համար։ Աչքերը սկսեցին արցունքոտվել, բայց նա զգուշորեն հավաքեց ամբողջ գումարը, դրեց գրպանը։ Ձեռքերը թեթակի դողում էին, բայց նա կեցվածքը ուղիղ էր պահում, փորձելով պահպանել իր արժանապատվությունը նույնիսկ հիասթափության պահին։ «Լավ», ասաց նա, չնայած հիասթափությանը, ամուր ձայնով, «մի նույն է, շնորհակալություն»։ Պետրոսը վերջին անգամ նայեց կապույտ տորթին, հրթիռով, մտապահելով յուրաքանչյուր մանրուք, կարծես ուզում էր այն ընդմիշտ պահել իր հիշողության մեջ։ Հետո բռնեց քրոջ ձեռքը, պատրաստվեց հեռանալ։ Այն, ինչ երեխաները չգիտեին, այն էր, որ այս ամբողջ տեսարանը զգուշորեն դիտում էր մի տարեց տղամարդ, որը կանգնել էր հացաբուլկեղենի բաժնի մոտ։ 73-ամյա Ալբերտ Մանուկյանը ձեռքին պահել էր ընդամենը մի թերթ մի շիշ հանքային ջուր, բայց նրա աչքերը սերված էին իր արջ ծավալվող դրամայի վրա։ Ալբերտը տարածաշրջանում հայտնի էր որպես հաջողակ գործարար, Երանի խոշորագույն շինարարական ընկերություններից մեկի սեփականատեր։ Նրա բնակարանը կենտրոնի շքեղ շենքերից մեկի վերնահարկում հայտնվում էր դիզայնի ամսագրերում, իսկ նրա ներկրված մեքենաները ուշադրություն էին գրավում, որտեղ էլ որ անցնեին։ Բայց այդ երեքշաբթի օրը, հագին պարզ պոլո շապիկ զուսպ տաբատ, նա կարող էր անցնել որպես սուպերմարկետում գնումներ կատարող ցանկացած թոշակառու։ Աղջկա վճռականության մեջ մի բան գրավեց նրա ուշադրությունը։ Այն, թե ինչպես էր նա պաշտպանում եղբորը, ինչպես էր փորձում արժանապատվորեն բանակցել նույնիսկ անհնարինության դեպքում, ինչպես էր գլուխը բարձր պահում, չնայած ակնհայտ հիասթափությանը։ Բայց երբ նա շրջվեց հեռանալու համար, Ալբերտը նկատեց մի բան, որը ստիպեց նրա սիրտը բաբախել։ Աղջկա կրծքին, շապիկին փոքրիկ գնդասեղով ամրացված, զինվորական մեդալ կար։ Դա սովորական մեդալ չէր։ Ալբերտը անմիջապես ճանաչեց յուրահատուկ ձ. ժապավենի հատուկ գունավորումը, մետաղի վրա փորագրված զինանշանը։ Դա արիության մեդալ էր, որը շնորհվում էր միայն մարտերում բացառիկ խիզախություն ցուցաբերած զինվորներին։
Ալբերտի ձեռքերը թեթակի դողացին, երբ նա նայում էր մեդալին։ Նրա հիշողությունները թռան տասնամյակներ առաջ, մի ժամանակ, որը նա նախընտրում էր չվերհիշել, բայց որն այժմ ամբողջ ուժով ներխուժում էր նրա միտքը։ Պատերազմի, սովի, վախի, պարադոքսալ կերպով ամենամաքուր բարության դրսևորումների ժամանակաշրջան, որին նա երբեք ականատես էր եղել։ Մինչ երեխաները հեռանում էին հացաբուլկեղենի բաժնից, Ալբերտը կանգնած մնաց, յուրացնելով այն, ինչ հենց նոր տեսել էր։ Նրա միտքն արագ աշխատում էր, կապեր հաստատելով, դեմքեր հիշելով, փորձելով հասկանալ, թե արդյոք դա իսկապես հնարավոր է։ Արդյոք այդ մեդալը կարող էր պատկանել այն մարդուն, ում նա ճանաչել էր այդքան տարիներ առաջ։ Անահիտն ու Պետրոսը դանդաղ քայլում էին սուպերմարկետի միջանցքներով, առանց որոշակի ուղղության։ Աղջիկը գիտեր, որ պետք է տուն վերադառնան, բայց չէր կարողանում արագ շարժվել։ Կարծես յուրաքանչյուր քայլ նրան ավելի էր հեռացնում եղբոր երազանքից։ Անի, ասաց Պետրոսը, նորից քաշելով նրա շապիկը, հիշո՞ւմ ես, որ մենք տանը անակնկալ տորթի մասին էինք խոսում։ Աղջիկը կանգ առավ շփոթված նայեց եղբորը։ Նրանք երբեք որևէ անակնկալ տորթի մասին չէին խոսել։ Պետրոսը դա հորինում էր նրան մխիթարելու, ստիպելու, որ նա իրեն մեղավոր չզգա այն նվերը չգնելու համար, որը նա ուզում էր։ Պետրոս, սկսեց նա, խեղդված ձայնով։ Հա, հիշո՞ւմ ես, պնդեց տղան ստիպված, բայց քաղցր ժպիտով, դու ասացիր, որ դա հատուկ անակնկալ է լինելու։ Ես անհամբեր սպասում եմ տեսնելուն։ Այդ պահին Անահիտը հասկացավ, որ եղբայրը փորձում է պաշտպանել իրեն այնպես, ինչպես ինքը միշտ փորձում էր պաշտպանել նրան։ 7-ամյա Պետրոսը ցուցաբերում էր մի հուզական հասունություն, որը պետք է իրենը լիներ մեծ քրոջը։ Նա ձացնում էր, թե հիասթափված չէ, որպեսզի նրան մեղքի զգացումից զերծ պահի։ Արցունքները սկսեցին հոսել աղջկա դեմքով, բայց նա արագ սրբեց դրանք ձեռքի թիկունքով։ Չէր կարող լաց լինել այնտեղ, սուպերմարկետի մեջտեղում, եղբոր առաջ։ Ինքն էր պատասխանատուն, հոգ տանողը, ամեն ինչը կարգին պահողը։ Այո, ճիշտ է, ասաց նա, ստիպելով իրեն ժպտալ, անակնկալ տորթը հիանալի է լինելու։ Նրանք ձեռք ձեռքի բռնած դուրս եկան սուպերմարկետից, տանելով միայն այն տոպրակը, որի մեջ իրենց գնած սակավաթիվ իրերն էին՝ մի տուփ մակարոն, մի տուփ տոմատի սոուս, մի փոքր հաց, մի փոքր շիշ ձեթ։ Դա բավարար էր այդ երեկոյի ընթրիքի, գուցե հաջորդ օրվա ճաշի համար, եթե զգույշ լինեին։ Երեկոյան ары ուժեղ էր, ասֆալտը ջերմություն էր արձակում։ Նրանք սկսեցին իրենց քայլարշավը դեպի տուն, որը գտնվում էր մոտ 15 թաղամաս հեռավորության վրա։ Ավտոբուսի համար գումար չունեին, ուստի միշտ ճանապարհն անցնում էին ոտքով, օգտվելով առիթից, զրուցելու քաղաքի շարժը դիտելու համար։ Այն, ինչ նրանք չգիտեին, այն էր, որ Ալբերտ Մանուկյանն արագ վճարել էր իր գնումների համար, այժմ զգուշորեն հետում էր նրանց, պահպանելով անվտանգ հեռավորություն, բայց երբեք նրանց տեսադաշտից չկորցնելով։ Նրա միտքը եռում էր հարցերով ու հիշողություններով, նա գիտեր, որ պետք է ավելին իմանա այդ մեդալի դրա տեր ընտանիքի մասին։ Երեխաների քայլարշավը նրանց տարավ ավելի ու ավելի պարզ փողոցներով, ավելի ու ավելի փոքր տներով, ավելի ու ավելի անհարթ մայթերով։ Ալբերտը ամեն ինչ ուշադրությամբ դիտում էր, գիտակցելով, որ հեռանում է իր հարմարավետ աշխարհից մտնում բոլորովին այլ իրականություն։ Վերջապես, Անահիտն ու Պետրոսը կանգ առան մի փոքրիկ ու պարզ տան դիմաց, որի պատերի ներկը թափված էր, մի փոքրիկ սանդուղք տանում էր դեպի կողային դուռը։ Դա մուտքն էր դեպի նկուղ, որտեղ նրանք ապրում էին, մի տարածք, որը հարմարեցվել էր որպես էժան բնակարան։ Ալբերտը իր մեքենան կայանեց անվտանգ հեռավորության վրա, դիտեց, թե ինչպես են երեխաները իջնում մի քանի աստիճաններով անհետանում դռան հետում։ Նա այնտեղ մնաց մի քանի րոպե, վերամշակելով այն ամենը, ինչ տեսել էր, զգալով հետաքրքրության, կարեկցանքի մի տարօրինակ զգացողության խառնուրդ, թե այդ հանդիպումը պատահական չէր։ Նկուղի ներսում Անահիտը վառեց լույսը անմիջապես զգաց խոնավության հոտը, որը միշտ դիմավորում էր նրանց տանը։ Պատերին որոշ տեղերում մուգ բծեր կային, ներթափանցման նշաններ, որոնք մնում էին նույնիսկ մի քանի անգամ վերանորոգելու փորձերից հետո։ Տարածքը փոքր էր, բայց կոկիկ, քիչ կահույքով, որը դասավորված էր այնպես, որ օգտագործվեր յուրաքանչյուր սանտիմետրը։ Պետրոսը նետվեց հին բազմոցի վրա, որը նա իր մահճակալն էր, մինչդեռ Անահիտը ուղիղ գնաց փոքրիկ խոհանոց, գնումները դասավորելու։ Դա նրա առօրյան էր, հոգ տանել տան մասին, պատրաստել կերակուրներ, ամեն ինչ կարգին պահել, մինչ մայրը կգար աշխատանքից։ Մթերքները դասավորելիս նա նկատեց, որ նախորդ գնումներից մնացել է ընդամենը մի քանի կտոր հաց, մի քիչ մարգարին։ Դա բավարար կլիներ հաջորդ օրվա, Պետրոսի ծննդյան օրվա պարզ նախաճաշի համար։
Ընտանիքի ֆինանսական իրավիճակի իրականությունը քարերով լի ուսապարկի պես ծանրացել էր նրա ուսերին։ Դրսում Ալբերտը մնում էր իր մեքենայում, նայելով փոքրիկ տանը, փորձելով որոշել, թե ինչ անել։ Այդ իրավիճակում մի բան կար, որ նրան խորապես անհանգստացնում էր, ոչ միայն ընտանիքի ակնհայտ աղքատությունը, այլ այն, թե ինչպես էր աղջիկը կրում պարտականություններ, որոնք իրենը չպետք է լինեին, երկու երեխաների վաղաժամ հասունությունը, ամենակարևորը, այն մեդալը, որն այդքան հիշողություններ էր արթնացրել։ Նա վերցրեց բջջայինը, զանգահարեց իր անձնական օգնականին։ Սոնա, պետք է որ ինձ օգնես մի զգույշ հետազոտության հարցում, ասաց նա, աչքերը տան վրայից չկտրելով։ Ես տեղեկություններ եմ ուզում այս հասցեում ապրող ընտանիքի մասին։ Հատկապես մեկի մասին, ով կարող էր ծառայել բանակում, մեկի, ով ստացել էր արիության մեդալ։ Գծի մյուս կողմում Սոնան հաստատեց, որ կկատարի հետազոտությունը, որ նա տեղեկությունները կունենա դեռ այդ երեկո։ Ալբերտը անջատեց հեռախոսը, այնտեղ մնաց մի քանի րոպե, դիտելով լուր տունը, մտածելով, թե արդյոք պատրաստվում է բացահայտել մի բան, որը կփոխի իր կյանքը ընդմիշտ։ Մինույն ժամանակ, նկուղի ներսում, Անահիտը փորձում էր տրամադրությունը բարձր պահել, իր Պետրոսի համար պարզ ուտեստ պատրաստելով։ Վաղը եղբոր ծնունդն էր, նա դեռ չգիտեր, թե ինչպես է ստեղծելու այն անակնկալ տորթը, որը խոստացել էր։ Բայց մի բան նա հաստատ գիտեր, ամեն ինչ կաներ, որպեսզի Պետրոսը ժպտա իր հատուկ օրը։ Երեկոն մոտենում էր, գիշերվա առաջին նշանները սկսում էին հայտնվել երկնքում։ Երկու պատմություններ պատրաստվում էին հանդիպել այնպես, որ ներգրավվածներից ոչ ոք չէր կարող պատկերացնել, կապված մի մեդալով, որը կրում էր տասնամյակների պատմություն, զոհաբերություն, հերոսություն։ Ալբերտը մեքենայում մնաց գրեթե 1 ժամ, դիտելով այն փոքրիկ տունը, որտեղ երեխաները մտել էին։ Շրջակա թաղամասը բնորոշ էր երանյան ծայրամասին։ Իրար կպած պարզ տներ, սյուների միջ օձի պես սողացող ինքնաշեն էլեկտրական լարեր, անհարթ մայթեր, որտեղ երեխաները խաղում էին, չնայած մեքենաների շարժին։ Դա մի աշխարհ էր, որը բոլորովին հեռու էր ապակեպատ գրասենյակներում, հանդիպումների, շքեղ ռեստորաններում, ընթրիքների իր առօրյայից։ Բջջայինը զանգեց, ընդհատելով նրա մտքերը։ Սոնան էր, իր օգնականը։ Պարոն Ալբերտ, ես գտա ձեր խնդրած տեղեկությունները, ասաց նա, իրեն բնորոշ արդյունավետությամբ։ Սարգսյանների ընտանիքն այդ հասցեում ապրում է մոտ 2 տարի։ 3 հոգի են, Մարիամ Սարգսյան, 35 տարեկան, աշխատում է այն կապալառու ընկերությունում, որը ձեր շենքի մաքրությամբ է զբաղվում։ Ունի 2 երեխա, 12-ամյա Անահիտ, 7-ամյա Պետրոս։ Ալբերտը ուշադիր լսում էր, զգալով, որ յուրաքանչյուր խոսք հաստատում է իր կասկածները։ Իսկ ընտանիքի զինվորական անցյալի մասին, հարցրեց նա։ Այո, այո։ Մի հետաքրքիր բան գտա։ Երեխաների պապի անունը Հովհաննես Սարգսյան է եղել։ Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերան, ծառայել է խորհրդային բանակի հայկական դիվիզիայում։ Մահացել է մոտ 6 ամիս առաջ, շնչառական բարդություններից։ Ըստ այն գրառումների, որոնք կարողացա գտնել, նա իսկապես ստացել էր արիության մեդալ Եվրոպայում մարտերում ցուցաբերած խիզախության համար։ Ալբերտի սիրտը սկսեց արագ բաբախել։ Հովհաննես Սարգսյան։ Անունը հեռավոր որոտի պես արձագանքեց նրա մտքում, վեր հանելով հիշողություններ, որոնք նա փորձել էր թաղել տասնամյակներ շարունակ։ Հանկարծ նա նորից Եվրոպայում էր, 15 տարեկան, մոլորված, սոված, սարսափած։ Եվ մի հայ զինվոր կար, իրենից ոչ շատ մեծ, որն իր վերջին սննդի չափաբաժինը կիսել էր մոլորված գերմանացի տղայի հետ։ Պարոն Ալբերտ, լսո՞ւմ եք ինձ։ Սոնայի ձայնը նրան վերադարձրեց ներկա։ Այո, այո։ Շնորհակալություն, Սոնա։ Կարող ես տուն գնալ, մնացածը ես կկարգավորեմ։ Նա անջատեց հեռախոսը, մնաց այնտեղ, մեքենայի լռության մեջ, վերամշակելով այն հսկայական բացահայտման նշանակությունը, որը հենց նոր արել էր։ Հովհաննես Սարգսյանը ոչ թե պարզապես վետերան էր։ Նա այն մարդն էր, ով փրկել էր իր կյանքը, երբ ինքը ընդամենը որ դեռահաս էր, կորած պատերազմական գոտում։ Այն մարդը, ով նրան տվել էր ոչ միայն սնունդ, այլ հույս, որ աշխարհում դեռ բարություն կա։ Հիշողությունները հորթում էին հեղեղի պես։ Ալբերտը հիանալի հիշում էր հայ զինվորի բարի դեմքը, բարի աչքերը, որոնք հակադրվում էին շրջապատող պատերազմի դաժանությանը։ Հովհաննեսը գտել էր Ալբերտին ռմբակոծված քաղաքի ավերակներում թափառելիս, որբացած այն պահից, երբ ծնողները զոհվել էին օդային հարձակման ժամանակ։ Նա թույլ էր, հիվանդ, գործնականում հանձնվել էր կյանքին։ Բայց Հովհաննես Սարգսյանը ոչ միայն նրան սնունդ տվեց։
Նա մի քանի շաբաթ հոգ տարավ նրա մասին, նրան մի քանի հայերեն բառ սովորեցրեց, պատմություններ պատմեց Հայաստանի մասին, մի վայրի մասին, որտեղ կար հնարավորություններ նրանց համար, ովքեր պատրաստ էին քրտնաջան աշխատել։ Երբ պատերազմն ավարտվեց, Հովհաննեսը նույնիսկ օգնեց Ալբերտին ներգաղթի փաստաթղթեր ստանալ, նրան գումար տվեց նավի տոմսի իր առաջին կոստյումը գնելու համար։ «Դու խելացի ես, տղա», ասել էր Հովհաննեսը հրաժեշտի օրը, «մեծ գործեր ես անելու կյանքում։ Միայն թե մի մոռացիր միշտ օգնել կարիքավորներին, ինչպես մի օր քեզ օգնեցին»։ Ալբերտը այդ խոսքերը պահել էր իր սրտում ամբողջ կյանքում, բայց տարիների ընթացքում իր բիզնես կայսրության աճին զուգընթաց, նա ավելի ու ավելի էր հեռացել այդ սկզբունքից։ Նա դարձել էր հարուստ հզոր, բայց նա միայնակ հեռու մարդ։ Հովհաննեսի հետ կապը կորցրել էր տասնամյակներ առաջ, միշտ ինքն իրեն խոստանալով, որ մի օր կգտնի նրան, շնորհակալություն հայտնելու ստացած բարությունը հատուցելու համար։ Բայց այդ օրը երբեք չէր եկել։ Եվ հիմա, իմանալով, որ Հովհաննեսը մահացել է, որ նրա թոռներն ապրում են այդքան վատ պայմաններում, որ թոռնուհին հպարտությամբ կրում է պապի մեդալը, պայքարելով եղբոր համար պարզ տորտ գնելու համար, մի բան կոտրվեց Ալբերտի կրծքում։ Կարծես ճակատագիրն ինքն էր նրան երկրորդ հնարավորություն տալիս, պատվելու այն մարդու հիշատակը, ով փոխել էր իր կյանքը։ Նա դուրս եկավ մեքենայից, քայլեց դեպի սուպերմարկետի հացաբուլկեղենի բաժինը, որը դեռ բաց էր։ Նրա միտքն արագ աշխատում էր, պլան մշակելով։ Գնեց կապույտ տորթը, հրթիռով, որը երեխաներն ուզում էին, մի քանի գունավոր մոմեր, նա մի քանի այլ բաներ, թարմ հաց, երշիկ, պանիր, կաթ, մրգեր։ Ուզում էր վստահ լինել, որ նրանք ուտելու բան կունենան։ Վճարելիս Ալբերտը ցուցափեղկից դիտում էր փողոցի շարժը։ Օրը մոտենում էր ավարտին, մարդիկ շտապում էին, յուրաքանչյուրը կորած իր խնդիրների ու հոգսերի մեջ։ Մի քանի ժամ առաջ նա այդ մարդկանցից մեկն էր, ապրում էր իր հարմարավետության պղպջակի մեջ, անտարբեր շրջապատող տառապանքի նկատմամբ։ Հիմա նա զգում էր, կարծես արթնանում է երկար քնից։ Վերադառնալով այն թաղամաս, որտեղ ապրում էին երեխաները, Ալբերտը կայանեց մեքենան, դիտեց շարժը։ Տներում լույսեր էին սկսում վառվել, ընտանիքները հավաքվում էին ընթրիքի, երեխաներին կանչում էին տուն։ Այդ առօրյայում մի պարզություն կար, որը նա մոռացել էր, որ գոյություն ունի։ Հենց այդ ժամանակ նա տեսավ մի կնոջ, որը փողոցով քայլում էր դեպի այն տունը, որտեղ երեխաները մտել էին։ Նա հագին մաքրուհու համազգեստ ուներ, ուսին հին տոպրակ էր կրում։ Նրա քայլերը դանդաղ էին, ծանր, մեկի, ով ամբողջ օրն աշխատել էր, դեռ պետք է ավելի շատ աշխատեր, հանգստանալուց առաջ։ Նույնիսկ հեռվից Ալբերտը կարողացավ նկատել հյուծվածությունը նրա յուրաքանչյուր շարժման մեջ։ Մարիամ Սարգսյանի շագանակագույն մազերը հավաքված էին պարզ հանգույցով, մի քանի մազափունջ դուրս էր եկել, շրջանակելով մի դեմք, որը խառնուրդ էր երիտասարդության վաղաժամ հոգնածության։ Նրա ձեռքերը, նույնիսկ լվացված, դեռ ցույց էին տալիս ծանր աշխատանքի նշաններ, նրա հագուստը, թե մաքուր, ակնհայտորեն կարկատված էր որոշ տեղերում։ Ալբերտը անմիջապես ճանաչեց նրան։ Նա այն աշխատակիցներից մեկն էր, որին երբեմն տեսնում էր իր գրասենյակային շենքի միջանցքները մաքրելիս, միշտ սուսպ, միշտ արդյունավետ, միշտ անտեսանելի այնտեղով անցնող մարդկանց մեծամասնության համար։ Նա երբեք չէր խոսել նրա հետ, երբեք չէր հետաքրքրվել նրա կյանքով, նրա պատմությամբ, նրա դժվարություններով։ Իր համար նա ընդամենը հարյուրավոր աշխատակիցներից մեկն էր։ Բայց հիմա, տեսնելով նրան տուն վերադառնալիս հյուծիչ աշխատանքային օրվանից հետո, իմանալով, որ նա այն մարդու դուստրն է, ով փրկել էր իր կյանքը, Ալբերտը զգաց մեղքի պատասխանատվության ճնշող բեռ։ Ինչպես էր նա այդքան անտարբեր դարձել շրջապատող մարդկանց տառապանքի նկատմամբ։ Ինչպես էր այդքան լիովին մոռացել Հովհաննես Սարգսյանի ուսմունքները։ Մարիամը իջավ նկուղ տանող մի քանի աստիճաններով մտավ տուն։ Ալբերտը կարողացավ լսել, նույնիսկ պատերի միջով, երեխաների ուրախությունը նրան դիմավորելիս։ Նրանց ձայները խառնվեցին, մամա եկավ երգչախմբում, որը հնչում էր անկեղծ սիրով թեթացումով։ Տան ներսում Անահիտը վազեց գրկելու մորը, նրան մոտ հետում էր Պետրոսը։ Միշտ այդպես էր, երբ Մարիամը գալիս էր առաջին աշխատանքից։ Երեխաները կառչում էին նրանից, կարծես ուզում էին կլանել նրա ուժի մի մասը, նրա մխիթարող ներկայությունը։ Ինչպես անցավ ձեր օրը, հարցրեց Մարիամը, համբուրելով յուրաքանչյուր երեխայի ճակատը, փորձելով թաքցնել հոգնածությունը ձայնի մեջ։ Լավ էր, մամ, արագ պատասխանեց Անահիտը, խուսափելով սուպերմարկետի հիասթափությունը հիշատակելուց։ Պետրոսը օգնեց տունը մաքրել, իսկ ես պատրաստեցի այն ապուրը, որ դու սովորեցրել ես։
Մարիամը ժպտաց, հպարտ իր դստեր հասունությամբ, բայց նա տխուր, իմանալով, որ Անահիտը ստանձնել էր պարտականություններ, որոնք չպետք է ունենար։ 12 տարեկանում աղջիկն արդեն եփում էր, մաքրում, հոգ էր տանում փոքր եղբոր մասին, դեռ կարողանում էր լավ գնահատականներ ստանալ դպրոցում։ Դա չափազանց ծանր պատասխանատվություն էր այդքան երիտասարդ մեկի համար։ Իսկ վաղը իմ ծնունդն է, ասաց Պետրոսը, ուրախ ցատկոտելով, Անին ասաց, որ հատուկ անակնկալ ունի։ Մարիամը անհանգիստ արտահայտությամբ նայեց դստերը։ Նա գիտեր, որ նվերների կամ հատուկ տոնակատարությունների համար գումար չունեին։ Ընտանեկան բյուջեն չափազանց սուղ էր, յուրաքանչյուր դրամ հաշվարկված ուղղված հիմնական կարիքներին, ինչպիսիք են սնունդը, դեղորայքը, այն փոքրիկ նկուղի վարձը, որտեղ ապրում էին։ Անահիտը նկատեց մոր հայացքը ու սերը թոթվեց, փորձելով հանգիստ ելալ։ Դա պարզապես մի հատուկ բան է, որ ես մտածել եմ նրա համար, մրմնջաց նա։ Մարիամը ավելի ամուր գրկեց դստերը, հիանալի հասկանալով այն բեռը, որը Անահիտը կրում էր։ Աղջիկը փորձում էր փոխհատուցել բոլոր զրկանքները, որոնց Պետրոսը բախվում էր, փորձում էր ուրախության պահեր ստեղծել այդքան դժվարությունների մեջ։ Դա մաքուր սիրո դրսորում էր, բայց նա մի պատասխանատվություն, որը կոտրում էր Մարիամի սիրտը։ Ես միայն արագ լոգանք կընդունեմ, մի բան կպատրաստեմ, որ ուտենք, նախքան երկրորդ աշխատանքի գնալը, ասաց Մարիամը, նորից համբուրելով երեխաներին։ Արագ լոգանքը միշտ անկանոն աշխատող էլեկտրական ցնցուղի տակ էր, որը երբեմն չափազանց տաքանում էր, երբեմն էլ ընդհանրապես չէր միանում։ Ջուրը, որ հոսում էր, թեթակի ժանգի հոտ ուներ, ճնշումը թույլ էր։ Բայց Մարիամի համար այդ 5 րոպեն ջրի տակ միակ դադարի պահն էր ամբողջ օրվա ընթացքում։ Մինչ մայրը պատրաստվում էր, Անահիտը տաքացրեց ավելի վաղ պատրաստած ապուրը։ Այն պատրաստված էր նախորդ շաբաթվա գնումներից մնացած մի քանի բանջարեղենով, մի քիչ մակարոնով, հիմնական համեմունքներով։ Շատ չէր, բայց սննդարար էր, համեղ։ Նա սովորել էր եփել, դիտելով մորն ու պապին, յուրացնելով յուրաքանչյուր տեխնիկա, յուրաքանչյուր գաղտնիք, սնունդը շատացնելու, յուրաքանչյուր բաղադրիչ օգտագործելու համար։ Պետրոսը նստեց փոքրիկ սեղանի մոտ, համբերատար սպասեց։ Նա գիտեր, որ սնունդը պետք է բավարարի, որ չի կարող կրկնել ափսեն, որ պետք է դանդաղ ուտի, զգալու համար, որ կշտացել է։ Դրանք դասեր էին, որ 7-ամյա երեխան չպետք է սովորեր, բայց որոնք կյանքը նրան շատ վաղ էր սովորեցրել։ Դրսում Ալբերտը դիտում էր փոքրիկ տան լույսերը, փորձում պատկերացնել այն տեսարանը, որը ծավալվում էր ներսում։ Նա սեփական փորձից գիտեր, թե ինչ զգացողություն է սովը, հաջորդ կերակուրի անորոշությունը, քնելու տեղ չունենալու վախը։ Նա այս ամենն ապրել էր, երբ երեխա էր պատերազմից ավերված Գերմանիայում։ Վերջապես, նա վերցրեց տոպրակները, տորթով մյուս մթերքներով, որոնք գնել էր, քայլեց դեպի տուն։ Յուրաքանչյուր քայլ ծանր էր թվում, լի տասնամյակների զղջումով, հույսով, որ դեռ ուշ չէ ճիշտ բանն անելու համար։ Նա կանգնեց դռան դիմաց, խորը շունչ քաշեց, նախքան թակելը։ Տան ներսից եկող ձայները անմիջապես դադարեցին։ Ալբերտը կարող էր պատկերացնել, թե ինչպես է ընտանիքը մտածում, թե ով կարող է լինել այդ ժամին։ Անահիտը մոտեցավ դռանը, բայց ամբողջությամբ չբացեց այն։ Անվտանգության շղթայի միջով նա տեսավ մի տարեց, լավ հագնված տղամարդու, որը մի քանի տոպրակ էր պահել։ Նա չճանաչեց նրան, այդ ժամին անծանոթի ներկայությունը նրան նյարդայնացրեց։ «Բարի երեկո», ասաց Ալբերտը, իրեն հնարավորինս բարի ձայնով։ «Կներեք անհանգստացնելու համար։ Իմ անունը Ալբերտ է։ Ես այսօր սուպերմարկետում էի, տեսա, թե ինչպես էիք փորձում տորտ գնել»։ Անահիտը զգաց, թե ինչպես սիրտը սկսեց արագ բաբախել։ Արդյոք նա փորձանքի մեջ էր։ Արդյոք նրանք սխալ բան էին արել սուպերմարկետում։ Ես բերել եմ այն տորթը, որը դուք ուզում էիք, շարունակեց Ալբերտը, ցույց տալով տոպրակը։ Եվ մի քանի այլ բաներ։ Վաղը ձեր եղբոր ծնունդը չէ։ Աղջիկը քարացավ։ Մի մասը ուզում էր անմիջապես ընդունել, բայց մյուս մասը, որը սովորել էր զգույշ լինել անծանոթների հետ, վարանում էր։ Մամ, կանչեց նա, աչքերը տղամարդուց չկտրելով։ Մարիամը հայտնվեց դստեր հետում, դեռ լոգանքից թաց մազերով։ Երբ տեսավ Ալբերտին, դեմքը գունատվեց։ Նա անմիջապես ճանաչեց նրան որպես այն շենքի սեփականատերերից մեկը, որտեղ աշխատում էր, այն հզոր տղամարդկանցից մեկը, որին տեսնում էր հեռվից, միշտ շրջապատված կարևոր մարդկանցով, միշտ շտապող, միշտ անմատչելի։ «Պարոն Մանուկյան», մրմնջաց նա, գրեթե չհավատալով։ «Բար Մարիամ», ասաց Ալբերտը, զարմացած, որ նա գիտեր իր անունը։
Ներողություն եմ խնդրում այսպես հայտնվելու համար, բայց ես շատ էի ուզում ձեզ հետ խոսել։ Մարիամը զգաց, թե ինչպես են ոտքերը թուլանում։ Նրա մտքում միայն մեկ հնարավոր բացատրություն կար, որ իր գործատուներից մեկը հայտնվի իր տանը։ Նա սխալ բան էր արել, նրան աշխատանքից հեռացնում էին։ Հուսահատությունը անմիջապես պատեց նրան։ Խնդրում եմ, պարոն, ասաց նա, դողացող ձայնով, եթե ես սխալ բան եմ արել, ինձ երկրորդ հնարավորություն տվեք։ Ինձ այս աշխատանքը պետք է, իմ երեխաները դրանից են կախված։ Ես ամեն ինչ ճիշտ եմ անում, միշտ ժամանակին եմ գալիս, երբեք չեմ բացակայում։ Ոչ, ընդհատեց Ալբերտը, նկատելով թյուրիմացությունը նրա հուսահատությունը։ Դուք ոչ մի սխալ բան չեք արել։ Ընդհակառակը։ Կարող եմ ներս գալ։ Ես պետք է ձեզ հետ շատ կարևոր բանի մասին խոսեմ։ Մարիամը վարանեց։ Գործատուին հրավիրել իր համեստ տուն, հին կահույքով թափված պատերով, նվաստացուցիչ էր։ Բայց նա չէր կարող մերժել մեկի խնդրանքը, ումից ֆինանսապես կախված էր։ Նա բացեց դուռը, նշան արեց, որ ներս մտնի։ Ալբերտը իջավ մի քանի աստիճաններով, մտավ փոքրիկ տարածք։ Հակադրությունը իր շքեղ վերնահարկի հետ ցայտուն էր, բայց նա ոչ մի անհարմարություն կամ դատապարտում չցուցաբերեց։ Նրա աչքերը շարժվեցին տարածքով, կլանելով յուրաքանչյուր մանրուք։ Փոքրիկ հին հեռուստացույցը, բազմոցը, որը ակնհայտորեն ծառայում էր որպես մահճակալ, պարզ սեղանը, որի վրա դեռ ընթրիքի ապուրի ամաններն էին։ Պետրոսը, որը լուռ էր մնացել ամբողջ խոսակցության ընթացքում, հետաքրքրությամբ նայում էր տորթը բերած տղամարդուն։ Նրա աչքերը փայլում էին հույսի անհավատության խառնուրդով։ Սա է այն տորթը, որը դուք ուզում էիք, հարցրեց Ալբերտը, տուփը հանելով տոպրակից դնելով սեղանին։ Պետրոսը վազեց տեսնելու։ Դա հենց իր երազանքների տորթն էր։ Բաց կապույտ կրեմը, վրան շաքարե փոքրիկ հրթիռը, կատարյալ բոլոր մանրամասներով։ Նրա ձեռքերը դողացին հուզմունքից, բայց նա չհամարձակվեց դիպչել դրան։ Հենց ինքն է, շշնջաց նա, արցունքոտված աչքերով։ Ճիշտ նույնն է, ինչ խանութում տեսա։ Ալբերտը ժպտաց, զգալով մի անկեղծ երջանկություն, որը վաղուց չէր զգացել։ Բայց նրա ուշադրությունը շուտով ուղղվեց Անահիտին մի բանի, որը նկատել էր ավելի վաղ այդ օրը։ Կարող եմ հարցնել այս մեդալի մասին, որը դու կրում ես, ասաց նա, մեղմորեն մատնացույց անելով աղջկա կրծքին։ Անահիտը բնազդաբար դիպավ մեդալին, ինչպես միշտ էր անում, երբ որևէ մեկը հիշատակում էր այն։ Դա պաշտպանության, պապի հիշատակի հետ կապի ժեստ էր։ Սա իմ պապինն էր, ասաց նա, ձայնի մեջ ակնհայտ հպարտությամբ։ Նա ստացել է պատերազմում, խիզախ լինելու համար։ Հովհաննես Սարգսյան, մրմնջաց Ալբերտը, ավելի շատ իրեն, քան որևէ մեկին։ Մարիամը զարմացած նայեց նրան։ Դուք ճանաչել եք իմ հորը։ Ալբերտը զգաց տասնամյակների չարտահայտված երախտագիտության ծանրությունը, մի պարտքի, որը երբեք չէր կարող լիովին մարվել։ Նրա ձեռքերը թեթակի դողացին, երբ նա շրջվեց դեպի Մարիամը։ Այո, ճանաչել եմ, ասաց նա, հուզմունքից խեղդված ձայնով։ Ձեր հայրը փրկել է իմ կյանքը, երբ ես երեխա էի։ Եթե չլիներ նա, ես այսօր այստեղ չէի լինի։ Լռություն տիրեց փոքրիկ նկուղում։ Մարիամը, Անահիտը, Պետրոսը նայում էին Ալբերտին, կարծես նա անցյալի ուրվական լիներ, որը մարմնավորվել էր իրենց կյանքում։ Հայրս մահացել է 6 ամիս առաջ, ասաց Մարիամը, աչքերում սկսելով արցունքներ հավաքվել։ Նա շատ էր խոսում պատերազմի, այնտեղ ճանաչած մարդկանց մասին։ Միշտ ասում էր, որ շատ մարդկանց է օգնել։ Նա ինձ փրկեց սովամահ լինելուց, շարունակեց Ալբերտը, ինձ հույս տվեց, երբ ես այլս ոչինչ չունեի, օգնեց ինձ նորից սկսել կյանքը Հայաստանում։ Այն ամենը, ինչ կարողացա կառուցել, սկսվեց նրա բարությունից։ Այդ պահին, նայելով համեստ նկուղի շուրջը, տեսնելով կարկատված հագուստով երեխաներին, նկատելով Մարիամի հյուծվածությունը, Ալբերտը խորը ամոթ զգաց։ Նա կայսրություն էր կառուցել, միլիոններ կուտակել, շքեղության մեջ ապրել, մինչդեռ իր կյանքը փրկած մարդու ընտանիքը պայքարում էր գոյատելու համար։ Ես ուզում եմ հատուցել, ասաց նա, վճռական ձայնով։ Ուզում եմ պատվել ձեր հոր հիշատակը, օգնելով ձեզ։ Բայց նախ, պետք է, որ դուք հեռանաք այս վայրից։ Հեռանանք, հարցրեց Մարիամը, շփոթված վախեցած։ Այս նկուղը անվտանգ չէ երեխաների համար, բացատրեց Ալբերտը, նկատելով պատերի խոնավության բծերը, ինքնաշեն էլեկտրական լարերը, բորբոսի հոտը, որը ներծծվել էր ամեն ինչի մեջ։ Ուզում եմ, որ այս գիշերն իմ տանն անցկացնեք։
Վաղը կխոսենք ապագայի մասին։ Մարիամը բացասական շարժեց գլուխը։ Չեմ կարող ընդունել։ Դա ճիշտ չէ։ Դուք արդեն շատ բան արեցիք, տորթը բերելով։ Խնդրում եմ, պնդեց Ալբերտը, մի արեք դա ինձ համար։ Արեք Հովհաննես Սարգսյանի հիշատակի համար։ Նա ինձ սովորեցրել է, որ մենք պետք է հոգ տանենք միմյանց մասին։ Թույլ տվեք ես հոգ տանեմ ձեր մասին, ինչպես նա հոգ տարավ իմ մասին։ Նրա ձայնի հուզմունքը անկեղծ էր հուզիչ։ Մարիամը նայեց իր երեխաներին, տեսավ նրանց աչքերում հույսը, տեսավ այն տորթը, որը Պետրոսի ծնունդը յուրահատուկ կդարձներ, զգաց, որ գուցե երկար ժամանակ հետո առաջին անգամ կյանքը հնարավորություն է ընձեռում։ Դժկամորեն նա համաձայնեց։ Ճանապարհը դեպի Ալբերտի վերնահարկը կենտրոնում լուռ էր, լի սպասումի անհարմարության խառը լարվածությամբ։ Մարիամը նստել է Մերսեդեսի արջի նստատեղին, փորձելով ոչնչի չդիպչել, կարծես ամեն ինչ չափազանց փխրուն էր իր աշխատանքից կոշտացած ձեռքերի համար։ Հետի նստատեղին Անահիտն ու Պետրոսը պատուհանից դիտում էին աստիճանաբար փոխվող փողոցները, պարզ տները տեղի էին տալիս առանձնատներին, ետնախորշերը փոխարինվում էին շքեղ համալիրներով։ Պետրոսը զգուշորեն պահել էր տորթը գրկում, դեռ լիովին չհավատալով, որ այդ երազանքը իրականություն է դարձել։ Նրա աչքերը փայլում էին ամեն անգամ, երբ նայում էր շաքարե փոքրիկ հրթիռին, նա ցածրաձայն շշնջում էր քրոջը, թե որքան հիանալի կլիներ հաջորդ օրը իր ծննդյան օրը կտրել տորթը։ Ալբերտը լուռ վարում էր, կորած հիշողությունների մեջ, որոնք տասնամյակներ շարունակ չէր այցելել։ Յուրաքանչյուր լուսացույցի տակ նրա աչքերը ուղղվում էին հետի հայելուն, դիտելով երեխաներին։ Պետրոսի ուրախության պարզության մեջ մի բան կար, որ նրան խորապես հուզում էր։ Երբ էր վերջին անգամ նա այդքան մաքուր երջանկություն զգացել այդքան պարզ բանի համար։ Այն շենքը, որտեղ Ալբերտը ապրում էր, տարածաշրջանի ամենաշխեղներից մեկն էր, 24-ժամյա դռնապահով, անթերի կանաչապատմամբ մի ճակատով, որը ուժ հարստություն էր ճառագում։ Երբ մեքենան կանգնեց մուտքի մոտ, Մարիամը գլխապտույտ զգաց։ Նա ճանաչում էր այդ վայրը, բայց միայն որպես աշխատակից, միշտ մտնելով ծառայողական մուտքերով, միշտ անտեսանելի բնակիչների համար։ Դռնապահը պարոն Անտոնը սովորական ակնածանքով ողջունեց Ալբերտին, բայց նրա աչքերը զարմանք արտահայտեցին, տեսնելով նրան ուղեկցող ընտանիքին։ Անսովոր էր տեսնել Ալբերտին որը տեսակի այցելուի հետ, առավել մաքրուհու համազգեստով մի կնոջ, երկու երեխաների հետ։ Բարի երեկո, պարոն Մանուկյան, ասաց Անտոնը, բացելով մեքենայի դուռը։ Բարի երեկո, Անտոն։ Սա Սարգսյանների ընտանիքն է, իմ հյուրերն այս գիշեր։ Խնդրում եմ, նրանց համար ժամանակավոր մուտքի քարտ պատրաստիր։ Վերելակը, որը նրանց տարավ մինչ վերջին հարկ, հայելապատ էր լուռ։ Պետրոսը երբեք վերելակ չէր նստել, նրա հիացմունքը ակնհայտ էր, երբ նա դիտում էր վահանակի վրա փոխվող թվերը։ Անահիտը ամուր բռնել էր եղբոր ձեռքից, իրեն բոլորովին։ Իր տեղում չզգալով, բայց փորձելով պահպանել կեցվածքը։ Երբ դռները բացվեցին ուղիղ Ալբերտի վերնահարկի անձնական նախասրահում, ընտանիքը քարացավ։ Բնակարանը տարածվում էր նրանց առջ, կարծես ամսագրից դուրս եկած լիներ, բարձր առաստաղներով, հսկայական պատուհաններով, որոնք ցույց էին տալիս ամբողջ լուսավորված քաղաքը, կահույքով, որը թանգարանային նմուշների տեսք ուներ, անթերի դիզայնով։ Խնդրում եմ, ներս մտեք, ասաց Ալբերտը, նկատելով նրանց անհարմարությունը։ Ձեզ տանը զգացեք։ Բայց ինչպես իրենց տանը զգալ մի վայրում, որն այդքան հեռու էր իրենց իրականությունից։ Մարիամը քայլում էր, կարծես վախենում էր հետքեր թողնել մարմարե հատակին, մինչդեռ երեխաները շուրջը նայում էին հիացմունքի ահի խառնուրդով։ Հիմնական հյուրասենյակը քաղաքի համայնապատկերային տեսարան ուներ, երանը տարածվում էր բոլոր ուղղություններով, լույսերի օվկիանոսի պես։ Պետրոսը վազեց դեպի պատուհանը, դեմքը սեղմեց ապակուն, հիացած տեսարանից։ Մամ, նայիր, այստեղից ամեն ինչ երում է, բացականչեց նա, ժամանակավորապես մոռանալով իրավիճակի ողջ լարվածությունը։ Ալբերտը ժպտաց, տեսնելով տղայի անկեղծ ուրախությունը։ Կարող եք նայել, որքան ուզում եք։ Այս վայրը շատ երկար ժամանակ դատարկ է եղել։ Լավ է այստեղ երեխաների ձայներ լսել։ Դա ճիշտ էր։ Ալբերտը մենակ էր ապրում այդ ընդարձակ տարածքում ավելի քան 15 տարի, այն պահից, երբ կինը մահացել էր։ Բնակարանը, չնայած իր ողջ գեղեցկությանը, դարձել էր միայնության դամբարան, որտեղ նա իր ժամանակի մեծ մասն անցկացնում էր գրասենյակում փակված, աշխատելով մինչ ուշ գիշեր, ճնշող լռությունից խուսափելու համար։ Դուք երի սոված եք, շարունակեց նա, ուղղվելով դեպի խոհանոց։ Ինչ կասեք, եթե միասին մի բան պատրաստենք,
Ալբերտի խոհանոցը ավելի մեծ էր, քան այն ամբողջ նկուղը, որտեղ ընտանիքն ապրում էր։ Այն ուներ վերջին սերնդի կենցաղային տեխնիկա, գրանիտե սեղաններ, կենտրոնական կղզյակ, բարձր աթոռներով։ Բայց չնայած ողջ նրբագեղությանը, ակնհայտ էր, որ այն քիչ էր օգտագործվում։ Սառնարանը գրեթե դատարկ էր, ընդամենը մի քանի հիմնական իրերով պատրաստի սննդի մի քանի փաթեթներով։ Ես շատ լավ եփել չգիտեմ, խոստովանեց Ալբերտը, մի փոքր ամաչելով։ Սովորաբար պատրաստի սնունդ եմ պատվիրում կամ դրսում եմ ուտում։ Անահիտը առաջարկեց օգնել, շուտով նա մայրը ուսումնասիրում էին առկա բաղադրիչները։ Այն մթերքներով, որոնք Ալբերտը գնել էր սուպերմարկետում, մի քանի իրերով, որոնք գտան մառանում, նրանք կարողացան իմպրովիզացնել տապակած պանրով սենդվիչներ պարզ, բայց համեղ ապուր։ Հետաքրքիր էր դիտել, թե ինչպես փոխվեց դինամիկան սննդի պատրաստման ընթացքում։ Մարիամը, որը լարված վախեցած էր եկել, սկսեց հանգստանալ, երբ հայտնվեց մի միջավայրում, որտեղ գիտեր, թե ինչ անել։ Նրա ձեռքերը վստահորեն շարժվում էին, երբ նա համեմում էր ապուրը ուղղորդում Անահիտին սենդվիչների պատրաստման հարցում։ Ալբերտը իր հերթին հմայված էր դիտելով այն արդյունավետությունն ու սերը, որով նրանք պարզ կերակուր էին պատրաստում։ Տարիներ էին անցել, ինչ նա չէր մասնակցել կերակուրի պատրաստմանը, տարիներ, ինչ նա այդքան մտերիմ անկեղծ պահեր չէր կիսել այլ մարդկանց հետ։ Մինչ նրանք եփում էին, Պետրոսը ուսումնասիրում էր հյուրասենյակը, միշտ մոր քրոջ ուշադիր հայացքների ներքո։ Նա գրադարաններից մեկում գտել էր Երկրորդ համաշխարհային պատերազմի լուսանկարներով մի քանի գրքեր, հետաքրքրությամբ թերթում էր էջերը, փորձելով հասկանալ սպիտակ պատկերները։ «Պատմություն սիրում ես?» հարցրեց Ալբերտը, մոտենալով տղային։ «Այո, սիրում եմ։ Պապս շատ պատմություններ էր պատմում պատերազմից։ Նա ասում էր, որ այնտեղ շատ կարևոր մարդկանց է ճանաչել»։ Ալբերտը սրտում ցավ զգաց։ Նա ճիշտ էր։ Քո պապը ամենակարևոր մարդկանցից մեկն էր, ում ես կյանքում ճանաչել եմ։ Երբ վերջապես նստեցին սեղանի շուրջ ուտելու, օդում ավելի հանգիստ մթնոլորտ էր։ Պարզ, սիրով պատրաստված սնունդը հատուկ համ ուներ այդ շքեղ միջավայրում։ Ալբերտը չէր կարողանում հիշել, թե երբ էր վերջին անգամ այդքան վայելել կերակուրը։ «Պատմիր նրանց պապի մասին», խնդրեց Պետրոսը, աչքերը հետաքրքրությունից փայլելով։ Ալբերտը խորը շունչ քաշեց, կարգի բերելով տասնամյակների հիշողությունները, որոնք փորձել էր թաղված պահել։ «Ես 15 տարեկան էի, երբ ծանոթացա ձեր պապի հետ։ 1944 թվականն էր, ես մոլորվել էի Եվրոպայում, այն բանից հետո, երբ ծնողներս զոհվեցին Գերմանիայի մեր քաղաքի ռմբակոծության ժամանակ»։ Երեխաները լիակատար ուշադրությամբ լսում էին, մինչդեռ Մարիամը դիտում էր Ալբերտին հիացմունքի հուզմունքի խառը արտահայտությամբ։ «Ես մենակ էի, սոված, հիվանդ, գնալու տեղ չունեի։ Շատ մարդիկ ամեն օր անցնում էին իմ կողքով, բայց ոչ ոք չէր կանգնում։ Ոչ ոք չէր մտահոգվում մեկ որբի համար, որը կորել էր այդքան շատերի մեջ։ Մինչ մի օր ձեր պապը գտավ ինձ»։ Ալբերտը դադար տվեց, հիանալի հիշելով այդ պահը։ Հովհաննես Սարգսյանը համազգեստով էր, ծանր ուսապարկ էր կրում, բայց նրա աչքերը լցվեցին կարեկցանքով, երբ տեսավ ռմբակոծված եկեղեցու ավերակների մեջ նստած նիհար հուսահատ տղային։ «Առաջին բանը, որ նա արեց, իր ունեցած սնունդը ինձ հետ կիսելն էր։ Դա ընդամենը փոքրիկ զինվորական չափաբաժին էր, բայց ինձ համար այն կյանք էր խորհրդանշում։ Հետո նա մի ծածկոց գտավ, ինձ տարավ այնտեղ, որտեղ ճամբարել էր մյուս հայ զինվորների հետ»։ Անահիտը արցունքներն աչքերին լսում էր, պատկերացնելով իր պապին որպես երիտասարդ զինվոր, տնից հեռու, բայց դեռ հոգ տանող անծանոթի մասին։ «Մի քանի շաբաթ շարունակ ձեր պապը հոգ տարավ իմ մասին։ Նա գերմաներեն չէր խոսում, իսկ ես հայերեն, բայց ինչ-որ կերպ մենք միմյանց հասկանում էինք։ Նա ինձ մի քանի հայերեն բառ սովորեցրեց, պատմեց Հայաստանի մասին, իր ընտանիքի մասին, որին թողել էր»։ Պետրոսը լիովին տարված էր պատմությամբ։ «Իսկ հետո։ Ինչ եղավ»։ «Երբ պատերազմն ավարտվեց, ես փաստաթղթեր չունեի, չէի կարող ապացուցել, թե ով եմ կամ որտեղից եմ։ Ձեր պապն օգնեց ինձ փաստաթղթեր ստանալ, Հայաստան մեկնելու համար։ Նա ինձ գումար տվեց նավի տոմսի համար, ինձ համար օգտագործված կոստյում գնեց, որպեսզի կարողանամ աշխատանք փնտրել, երբ այստեղ հասնեմ»։ Ալբերտը վեր կացավ, մոտեցավ հյուրասենյակի դարակներից մեկին, վերադառնալով դեղնած լուսանկարով։ Դա երկու ժպտացող երիտասարդների պատկեր էր։ Համազգեստով հայ զինվոր նիհար տղա, իր համար չափազանց մեծ կոստյումով։
Այս լուսանկարն արվել է Նեապոլի նավահանգստում, այն օրը, երբ ես նավարկեցի դեպի Հայաստան։ Ձեր պապը մի բան ասաց, որը ես երբեք չեմ մոռացել։ Դու խելացի ես, տղա։ Մեծ գործեր ես անելու կյանքում։ Միայն թե մի մոռացիր միշտ օգնել կարիքավորներին, ինչպես մի օր քեզ օգնեցին։ Մարիամը դողացող ձեռքերով վերցրեց լուսանկարը։ Անհնար էր չճանաչել հորը, նույնիսկ այդքան երիտասարդ։ Աչքերում նույն բարությունն էր, նույն բարի ժպիտը, որը նա հիշում էր մանկուց։ Տարիներ շարունակ ես փորձում էի գտնել նրան, շնորհակալություն հայտնելու, հատուցելու այն, ինչ նա արել էր ինձ համար։ Նամակներ էի ուղարկում տարբեր հասցեներով, փնտրում էի զինվորական գրառումներում, բայց երբեք չկարողացա։ Իմ ընկերության աճին հարստանալուս զուգընթաց, միշտ ինքս ինձ խոստանում էի, որ մի օր կգտնեմ նրան։ Հաջորդած լռությունը ծանր էր հուզմունքից զղջումից։ Եվ հիմա իմանալով, որ նա մահացել է, որ դուք դժվարությունների մեջ եք, ես հասկանում եմ, թե որքան եմ ձախողվել նրա հիշատակը պատվելու հարցում։ Ես դարձել եմ հենց այնպիսի մարդ, որին նա չէր հավանի։ Մեկը, ով շատ բան ունի, բայց մոռացել է օգնել կարիքավորներին։ Մարիամը ձեռքի թիկունքով սրբեց արցունքները։ Հայրս երբեք հատուկ ձեր մասին չի խոսել, բայց միշտ պատմություններ էր պատմում այն մարդկանց մասին, ում օգնել է պատերազմի ժամանակ։ Նա ասում էր, որ դա իր պարտքն է որպես մարդ, հոգ տանել նրանց մասին, ովքեր դժվարության մեջ են։ Եվ նա շարունակեց դա անել նույնիսկ պատերազմից հետո, ավելացրեց նա։ Երբ թաղամասում որևէ մեկը օգնության կարիք ուներ, հայրս այնտեղ էր։ Տանիքներ էր նորոգում, օգնում էր փաստաթղթերով, սնունդ էր կիսում, երբ որևէ մեկը կարիքի մեջ էր։ Նույնիսկ կյանքի վերջին տարիներին, նույնիսկ հիվանդ, նա դեռ փորձում էր բոլորին օգնել։ Ալբերտը զգաց հիացմունքի մեղքի ծանրությունը։ Հովհաննես Սարգսյանը պահպանել էր իր սկզբունքները ամբողջ կյանքում, մինչդեռ ինքը կորել էր հաջողության փողի մեջ։ Նրանք ժամերով զրուցեցին, կիսվեցին հիշողություններով, պատմություններով, երազանքներով։ Պետրոսը պատմեց տիեզերքի հրթիռների հանդեպ իր սիրո մասին, Անահիտը խոսեց այն մասին, թե ինչպես է հոգ տանում ընտանիքի մասին պապի մահից հետո, իսկ Մարիամը կիսվեց երկու երեխաներին մենակ մեծացնելու դժվարություններով, երկու աշխատանք ունենալով։ Ալբերտը իր հերթին պատմեց Հայաստան ժամանելու, շինարարության ոլորտում աշխատանք սկսելու, իր ընկերությունը զրոյից կառուցելու մասին, բայց նա այն մասին, թե ինչպես էր տարիների ընթացքում դարձել միայնակ հեռու։ Գրեթե կեսգիշեր էր, երբ Ալբերտը ցույց տվեց այն սենյակները, որտեղ նրանք պետք է քնեին։ Երկու հյուրասենյակ կար, երկուսն էլ ավելի մեծ, քան այն ամբողջ նկուղը, որտեղ ընտանիքն ապրում էր։ Մահճակալներն ունեին եգիպտական բամբակե սավաններ, փափուկ բարձր տաք վերմակներ։ Պետրոսի Անահիտի համար դա ամպի վրա քնելու պես էր։ Մարիամը, սակայն, դժվարությամբ հանգստացավ։ Մահճակալը չափազանց հարմարավետ էր, սենյակը չափազանց լուռ, իրավիճակը չափազանց անիրական։ Նա ժամերով արթուն մնաց, նայելով առաստաղին, փորձելով վերամշակել այն ամենը, ինչ տեղի էր ունեցել այդ օրը։ Առավոտյան նա պետք է աշխատեր երկրորդ աշխատանքում, ռեստորանում սեղաններ մաքրելով մինչ ուշ գիշեր։ Ինչպես էր վերադառնալու իր սովորական կյանքին նման գիշերից հետո։ Բայց ծայրահեղ հոգնածությունը վերջապես հաղթեց, նա խորը քնեց ամիսներ հետո առաջին անգամ։ Ալբերտն էլ անհանգիստ գիշեր ունեցավ, բայց այլ պատճառներով։ Իր տունը, տարիներ հետո առաջին անգամ, լի էր կյանքով։ Նա կարող էր լսել երեխաների շշուկները քնելուց առաջ, միջանցքներում քայլերի ձայնը, զգացողությունը, որ ինչ-որ մեկն այնտեղ է։ Դա միաժամանակ մխիթարող անհանգստացնող զգացողություն էր, որը հիշեցնում էր նրան այն դատարկության մասին, որը դարձել էր իր կյանքը։ Հաջորդ առավոտ բնակարանն արթնացավ թարմ սուրճի տապակած հացի բույրով։ Մարիամը վաղ էր արթնացել, ինչպես միշտ, բնազդաբար սկսել էր նախաճաշ պատրաստել։ Նա գտել էր Ալբերտի անթերի խոհանոցը, որոշել էր օգտագործել առկա բաղադրիչներից մի քանիսը, բոլորի համար սիրով կերակուր պատրաստելու։ Պետրոսն արթնացավ ուտելիքի բույրից վազեց խոհանոց, դեռ գիշերազգեստով, փնթի մազերով դեմքին լայն ժպիտով։ Այսօր իմ ծնունդն է, բղավեց նա, ցատկոտելով գրկելով մորը։ Շնորհավոր սիրելիս, ասաց Մարիամը, համբուրելով որդու գլուխը։ 8 տարեկան։ Ալբերտը մի քանի րոպե անց հայտնվեց խոհանոցում, էլեգանտ խալաթով, բայց դեռ քնից ուռած աչքերով։ Տարիներ էին անցել, ինչ նա այդքան ուրախություն չէր լսել իր տանն առավոտյան։ Շնորհավոր, Պետրոս, ասաց նա, անկեղծորեն ժպտալով։ Ինչ կասես, եթե այդ հատուկ տորթը նախաճաշին կտրենք։
Տղայի աչքերն աստղերի պես փայլեցին։ Անսովոր էր նախաճաշին տորտ ուտելը, բայց դա սովորական օր չէր։ Դա իր ծնունդն էր, նա հիանալի վերնահարկում էր, ամիսների իր երազանքը վերջապես իրականացել էր։ Նրանք նորից նստեցին սեղանի շուրջ, որն այժմ լուսավորված էր երանի արոտ առավոտով։ Քաղաքի տեսարանը ցերեկը ավելի տպավորիչ էր, ներքում փողոցների շարժը կարգավորված մրջնանոցի տեսք ուներ։ Պետրոսը հուզմունքից դողացող ձեռքերով կտրեց տորթի առաջին կտորը։ Շաքարե հրթիռը կատարյալ էր կտորի վրա, նա երկար պահ դիտեց այն, նախքան վերջապես համտեսելը։ Սա աշխարհի ամենահամեղ տորտն է, ասաց նա, բերանը լիքը աչքերը երջանկությունից փայլելով։ Բայց հենց այդ մաքուր ուրախության պահին մի սարսափելի բան տեղի ունեցավ։ Մարիամը, որը ժպտում դիտում էր որդու երջանկությունը, հանկարծ դադարեց խոսել, հայացքը դարձավ անորոշ։ Նրա ձեռքերը սկսեցին դողալ, նա հենվեց սեղանին։ «Մամ», կանչեց Անահիտը, նկատելով, որ ինչ-որ բան այն չէ։ Մարիամը փորձեց պատասխանել, բայց բառերը դուրս չէին գալիս։ Նրա տեսողությունը մշուշվում էր, նա զգում էր, կարծես հատակը շարժվում է իր ոտքերի տակ։ Դա ծայրահեղ թուլության զգացում էր, կարծես ամբողջ էներգիան քամվում էր իր մարմնից։ «Մարիամ», բղավեց Ալբերտը, արագ վեր կենալով, երբ տեսավ նրան տատանվելիս։ Նա փորձեց հենվել աթոռին, բայց ոտքերը լիովին թուլացան։ Ալբերտը կարողացավ հասնել նրան, նախքան նրա գետնին ընկնելը, բռնելով նրա մարմինը, որը լիովին թուլացել էր։ «Մամ», «Մամ», բղավում էին երեխաները, հուսահատված։ Ալբերտը ստուգեց Մարիամի զարկերակը։ Այն թույլ էր, անկանոն։ Նա լիովին ուշաթափվել էր, մաշկը գունատ ու սառն էր։ «Պետրոս, Անահիտ, ես ձեր մորը հիմա հիվանդանոց եմ տանում», ասաց Ալբերտը, փորձելով հանգստություն պահպանել, չնայած հուսահատությանը։ «Արագ մի քանի հագուստ վերցրեք»։ Նա Մարիամին գրկեց տարավ դեպի վերելակ։ Նա շատ թեթ էր, Ալբերտը սարսափով գիտակցեց, որ նա հավանաբար թերսնված էր, չափազանց շատ էր աշխատում, շատ քիչ էր ուտում, երեխաների համար բավարար սնունդ ապահովելու համար։ Ճանապարհը դեպի Երևանի բժշկական կենտրոն հուսահատ էր։ Ալբերտը մի ձեռքով վարում էր, մյուսով բռնել Մարիամի սառը ձեռքը, մինչդեռ երեխաները լացում էին հետի նստատեղին։ Պետրոսը կրկնում էր «Մամա», արթնացիր աղոթքի պես, իսկ Անահիտը փորձում էր ուժեղ մնալ, բայց ակնհայտորեն սարսափած էր։ Շտապօգնության մուտքի մոտ Ալբերտը օգնություն կանչեց, անմիջապես մի բժշկական թիմ մոբիլիզացվեց։ Մարիամին դրեցին պատգարակի վրա, տարան ներս, մինչդեռ Ալբերտն ու երեխաները մնացին սպասասրահում։ Նրան ընդունած բժիշկը, բժիշկ Պողոսյանը, Ալբերտի ծանոթն էր։ Նա խնամել էր ընկերության այլ աշխատակիցների արտակարգ իրավիճակներում։ «Ինչպե՞ս է նա», հարցրեց Ալբերտը, հենց որ բժիշկը հայտնվեց սպասասրահում։ Նա ուժասպառությունից, թերսնումից, սթրեսից ուշաթափվել է։ Նրա օրգանիզմը երկար ժամանակ սահմանի վրա է եղել։ Եթե դուք նրան հիմա չբերեիք, կարող էր շատ ավելի վատ լինել։ Ալբերտը զգաց, թե ինչպես է աշխարհը փլուզվում։ Մինչ նա շքեղության մեջ էր ապրում, իր կյանքը փրկած մարդու դուստրը բառացիորեն մահանում էր հոգնածությունից սովից, փորձելով ընտանիքը կենդանի պահել։ Նա լավ կլինի, հարցրեց Անահիտը, արցունքները դեմքին հոսելով։ Այո, սիրելիս, պատասխանեց բժիշկը, բարությամբ։ Բայց նրան հանգիստ, պատշաճ սնունդ, շատ ավելի քիչ սթրես է պետք։ Այն, ինչ դուք անում էիք նրա հետ, նրան կամաց-կամաց սպանում էր։ Ալբերտը հասկացավ բժշկի ենթատեքստային ուղերձը։ Այն կյանքը, որը Մարիամը վարում էր, օրական 16 ժամ աշխատելով, քիչ ուտելով, երեխաների համար սնունդ ապահովելու համար, վատ պայմաններում ապրելով, անկայուն էր։ Այդ պահին, նստած հիվանդանոցի ստերիլ սպասասրահում, բռնած սարսափած երեխաների ձեռքերը, Ալբերտը մի որոշում կայացրեց, որը կփոխեր ոչ միայն նրանց, այլ իր սեփական կյանքը ընդմիշտ։ Ժամանակն էր իսկապես պատվել Հովհաննես Սարգսյանի հիշատակը։ Հիվանդանոցի սպասասրահում անցկացրած ժամերը կարծես օրեր ձգվեին։ Ալբերտը դիտում էր, թե ինչպես են Պետրոսն ու Անահիտը փորձում խիզախ մնալ, բայց նրանց աչքերում վախ էր տեսնում, այն, թե ինչպես էին իրարից կառչում, այն, թե ինչպես էին անընդհատ նայում այն դռան ուղղությամբ, որտեղից բժիշկները կարող էին հայտնվել մոր մասին լուրերով։ Պետրոսը դադարել էր խոսել իր ծննդյան օրվա մասին։ Տորթը, որը մի քանի ժամ առաջ նրա ուրախության կենտրոնն էր, այժմ հեռավոր հիշողություն էր թվում։ Նա նստել էր հիվանդանոցի անհարմար աթոռին, օրորում էր փոքրիկ ոտքերը, որոնք հատակին չէին հասնում, շշնջում էր պապից սովորած աղոթքները։
Անահիտը իր հերթին փորձում էր պահպանել իր սովորական կեցվածքը, բայց Ալբերտը տեսնում էր, որ նա պայքարում է հուսահատության դեմ։ 12-ամյա աղջիկը կրում էր ընտանիքի պատասխանատվության բեռը, այժմ տեսնելով մորը հիվանդանոցում, զգում էր, կարծես ձախողվել է բոլորին պաշտպանելու իր առաքելության մեջ։ Նա լավ կլինի, ասաց Ալբերտը, նստելով երեխաների կողքին։ Ձեր մայրը ուժեղ կին է։ Ավելի ուժեղ, քան որը մեկը պետք է լինի։ Դա իմ մեղքն է, մրմնջաց Անահիտը, արցունքները դեմքին հոսելով։ Ես պետք է նկատեի, որ նա այդքան հոգնած է։ Պետք է ավելի լավ հոգ տանեի նրա մասին։ Ոչ, սիրելիս, պատասխանեց Ալբերտը, մեղմորեն բռնելով աղջկա ձեռքը։ Մեղքը քոնը չէ։ Մեղքն իմն է, բոլոր նրանցը, ովքեր տեսել են ձեր մորն այդքան շատ աշխատելիս ոչինչ չեն արել օգնելու համար։ Այդ պահին Ալբերտը ավելին էր անում, քան պարզապես մխիթարում էր վախեցած երեխային։ Նա ընդունում էր մի ցավալի ճշմարտություն իր շրջապատի հասարակության մասին։ Քանի անգամ էր նա անցել Մարիամի կողքով գրասենյակային շենքի միջանցքներում, առանց նրան իսկապես տեսնելու։ Քանի անգամ էր նա անտեսել այն մարդկանց մարդկայնությունը, ովքեր աշխատում էին իր կյանքը հարմարավետ պահելու համար։ Բժիշկ Պողոսյանը 3 անվերջանալի ժամ հետո հայտնվեց սպասասրահում։ Նրա դեմքը լուրջ էր, բայց աչքերում հուսահատություն չկար։ Ինչպե՞ս է նա, հարցրեց Ալբերտը, անմիջապես վեր կենալով։ Կայունացել է, պատասխանեց բժիշկը։ Կարողացանք կարգավորել արյան ճնշումը հիդրատացիան։ Նա արթուն է, խնդրում է տեսնել երեխաներին։ Պետրոսն ու Անահիտը գրեթե վազեցին հիվանդանոցի միջանցքներով, հետելով բժշկին մինչ այն սենյակը, որտեղ Մարիամն էր։ Նա փոքրիկ փխրուն տեսք ուներ հիվանդանոցային մահճակալում, թին կաթիլային, շուրջը մեղմորեն ծվծվացող մոնիտորներ։ Բայց նրա աչքերը փայլեցին, երբ տեսավ սենյակ մտնող երեխաներին։ Իմ սերեր, շշնջաց նա, ձեռքերը մեկնելով նրանց ընդունելու։ Երեխաները կառչեցին մորից, կարծես ուզում էին համոզվել, որ նա իրական է, որ ողջ է, որ չեն կորցնելու նրան, ինչպես կորցրել էին պապին մի քանի ամիս առաջ։ Կներեք, որ վախեցրի ձեզ, ասաց Մարիամը, համբուրելով երեխաների գլուխները։ Մաման ուղղակի մի քիչ հոգնած էր։ Բայց Ալբերտը, միջանցքում բժիշկ Պողոսյանի հետ առանձին խոսելով, պարզում էր, որ իրավիճակը շատ ավելի լուրջ է, քան Մարիամը ուզում էր խոստովանել։ Պարոն Մանուկյան, ասաց բժիշկը, այս կինը բառացիորեն մահանում էր ուժասպառությունից։ Հետազոտությունները ցույց են տալիս քրոնիկ թերսնում, ծանր անեմիա, ծայրահեղ սթրեսի նշաններ։ Նա հավանաբար օրական ընդամենը 1 անգամ էր ուտում, երեխաների համար բավարար սնունդ ապահովելու համար։ Ալբերտը այնքան ուժեղ մեղքի զգացում ունեցավ, որ գրեթե ստիպեց նրան տատանվել։ Որքան ժամանակ նա կդիմանար, եթե այսպես շարունակեր։ Ոչ շատ։ Գուցե մի քանի ամիս։ Նրա օրգանիզմը աշխատում էր բացարձակ սահմանի վրա։ Մի թոքաբորբ, որը վարակ, դա կլիներ վերջը։ Այդ պահին մի բան վերջնականապես կոտրվեց Ալբերտի ներսում։ Դա ոչ միայն մեղք կամ խղճահարություն էր։ Դա խորը վրդովմունք էր, զայրույթ իր մի համակարգի նկատմամբ, որը թույլ էր տալիս, որ նման բաներ տեղի ունենան։ Իր կյանքը փրկած մարդու դուստրը դանդաղ մահանում էր, մինչդեռ նա միլիոններ էր կուտակում իր բանկային հաշիվներին։ Բժիշկ, ասաց Ալբերտը, վճռական ձայնով, արեք բոլոր անհրաժեշտ հետազոտությունները, ապահովեք բոլոր բուժումները, որոնք նրան պետք են։ Չեմ ուզում, որ որևէ բան պակասի։ Ծախսերի մասին մի անհանգստացեք։ Բժիշկ Պողոսյանը գլխով արեց, ընդունելով Ալբերտի ձայնի լրջությունը։ Բայց Ալբերտը դրանով չսահմանափակվեց։ Նա դուրս եկավ հիվանդանոցից ուղիղ գնաց այն գրասենյակային շենքը, որտեղ իր գրասենյակներն էին։ Շաբաթ օր էր, բայց նա գիտեր, որ գոնե կգտնի մաքրության համար պատասխանատու կապալառու ընկերության վերահսկիչին, որն աշխատում էր։ Կարապետ Մելիքյանը 50 տարեկան տղամարդ էր, որը ղեկավարում էր մաքրման ծառայությունները տարածաշրջանի մի քանի շենքերում։ Երբ տեսավ Ալբերտին մտնելիս իր փոքրիկ անօդափող սենյակը շենքի նկուղում, անմիջապես նյարդայնացավ։ Պարոն Մանուկյան։ Ինչ անակնկալ։ Ծառայությունների հետ որե խնդիր կա։ Այո, կա, պատասխանեց Ալբերտը, իր հետից փակելով դուռը։ Ես պետք է իմանամ, թե ինչ աշխատանքային պայմաններ եք առաջարկում աշխատակիցներին։ Կարապետը սկսեց կակազել, ակնհայտորեն անհարմար զգալով։ Մենք հետում ենք բոլոր աշխատանքային նորմերին, պարոն։ Բոլոր աշխատակիցները գրանցված են, բոլոր վճարումները կատարում ենք։
Որքան եք վճարում Մարիամ Սարգսյանի նման աշխատակցին։ Դե նվազագույն աշխատավարձն է, ինչպես նախատեսված է ոլորտի կոլեկտիվ պայմանագրով։ Ալբերտը դադար տվեց, մտովի հաշվարկելով։ Մի նվազագույն աշխատավարձ, 2 երեխա պահելու, վարձ վճարելու, սնունդ, դեղորայք, դպրոց։ Մաթեմատիկորեն անհնար էր արժանապատվորեն ապրել։ Իսկ արտոնությունները։ Սննդի կտրոն, առողջության ապահովագրություն, տրանսպորտի փոխհատուցում։ Կարապետը վարանեց։ Տրանսպորտի փոխհատուցում առաջարկում ենք օրենքի համաձայն։ Սննդի կտրոնը դե փորձում ենք, բայց միշտ չէ, որ հնարավոր է ներառել այն բյուջեի մեջ, որը ստանում ենք համատիրություններից։ Իսկ երբ աշխատակիցը հիվանդանում է։ Ինչպես Մարիամն այսօր։ Դե եթե բժշկական տեղեկանք ունի, աշխատավարձից չի պահվում, ինչպես պահանջում է աշխատանքային օրենսգիրքը։ Ալբերտն ավելի ու ավելի էր վրդովվում։ Դա արատավոր համակարգ էր։ Համատիրությունները հնարավորինս քիչ էին վճարում կապալառու ընկերությանը, որն էլ հնարավորինս քիչ էր փոխանցում աշխատակիցներին, ստեղծելով շահագործման մի շղթա, որի վերջնական շահառուն ինքն էր, որպես շենքում մի քանի հարկերի սեփականատեր։ Կարապետ, ասաց Ալբերտը մի այնպիսի վճռականությամբ, որ տղամարդը ետ գնաց իր աթոռին, երկուշաբթի օրվանից ես ուզում եմ, որ իմ շենքերում աշխատող բոլոր աշխատակիցները ունենան 50% աշխատավարձի բարձրացում, լիարժեք առողջության ապահովագրություն, օրական 1000 դրամի սննդի կտրոն արտակարգ իրավիճակների համար աջակցության ծրագիր։ Պարոն, բայց դա շատ կբարձրացնի ծառայությունների արժեքը։ Ուրեմն բարձրացրեք այն գինը, որը գանձում եք ինձանից։ Ես կվճարեմ տարբերությունը։ Եվ ավելին։ Ես ուզում եմ, որ ստեղծվի արտակարգ իրավիճակների հիմնադրամ ընտանեկան դժվարություններ ունեցող աշխատակիցների համար։ Ես սկզբնական 100,000 դրամ կներդնեմ։ Կարապետի բերանը բաց էր մնացել։ Նա երբեք նման բանի ականատես չէր եղել։ Եվ եթե ես պարզեմ, որ դուք կամ որևէ վերահսկիչ սպառնում, նվաստացնում կամ շահագործում եք աշխատակիցներին արդարացի սահմաններից դուրս, ես անմիջապես կչեղարկեմ բոլոր պայմանագրերը։ Պարզ է։ Այո, պարոն։ Լիովին պարզ է։ Բայց Ալբերտը դեռ չէր ավարտել։ Գրասենյակային շենքից նա ուղիղ գնաց այն տունը, որտեղ ապրում էր Սարգսյանների ընտանիքը։ Պետք է առերեսվեր սեփականատիրոջ հետ, նրանց վարձակալած նկուղի պայմանների վերաբերյալ։ Հակոբ Սանթրոսյանը, գույքի սեփականատերը, 60-անց տղամարդ էր, որը տարածաշրջանում մի քանի փոքր սեփականություններ ուներ։ Երբ Ալբերտը թակեց հիմնական տան առաջին հարկի զանգը, Հակոբը պատասխանեց տնային հագուստով, ակնհայտորեն հանգստանալով շաբաթ օրվա կեսօրին։ Այո, հարցրեց Հակոբը, չճանաչելով Ալբերտին։ Բարի օր։ Իմ անունը Ալբերտ Մանուկյան է։ Ես պետք է խոսեմ այն նկուղի մասին, որը դուք վարձով եք տալիս Սարգսյանների ընտանիքին։ Հակոբը անմիջապես պաշտպանական դիրք գրավեց։ Որե խնդիր կա։ Նրանք վարձը ուշացնում են։ Խնդիրն այն պայմաններն են, որոնցում այդ ընտանիքը ստիպված է ապրել, ասաց Ալբերտը, ուղիղ անցնելով հարցին։ Այդ նկուղը էլեկտրականության խնդիրներ ունի, ներթափանցում, խոնավ է անառողջ երեխաների համար։ Տեսեք, պարոն, պատասխանեց Հակոբը, զայրացած, վարձը էժան է հենց այն պատճառով, որ դա պալատ չէ։ Եթե նրանց դուր չի գալիս, կարող են այլ տեղ փնտրել։ Ալբերտը խորը շունչ քաշեց, փորձելով զսպել վրդովմունքը։ Որքան ուշացած վարձ ունեն։ 2 ամիս։ Արդեն զգուշացրել եմ, որ եթե մինչ շաբաթվա վերջ չվճարեն, դուրս եմ անելու։ Որքան է պարտքի ընդհանուր գումարը։ Հակոբը վարանեց, կասկածամտորեն։ 80,000 դրամ։ Ալբերտը հանեց դրամապանակը 100,000 դրամ դրեց տղամարդու ձեռքը։ Ահա նրանց պարտքը, գումարած 20,000 կանխավճար։ Հիմա ես ուզում եմ, որ պատռեք վարձակալության պայմանագիրը վերադարձնեք նրանց վճարած կանխավճարը։ Պատռեմ պայմանագիրը։ Բայց ինչու՞։ Որովհետև նրանք այլս այս վայրի կարիքը չեն ունենա, ասաց Ալբերտը, նայելով վատ խնամված սեփականությանը։ Եվ որովհետև դուք ամբողջությամբ կվերանորոգեք այդ նկուղը, նախքան այն մեկ այլ ընտանիքի վարձով տալը։ Հակոբը շփոթված էր, բայց ձեռքի փողը ավելի բարձր էր խոսում, քան հետաքրքրասիրությունը։ Նա ստորագրեց պայմանագիրը չեղարկող փաստաթղթերը վերադարձրեց 30,000 դրամի կանխավճարը։ Ալբերտը պահեց փաստաթղթերը վերադարձավ հիվանդանոց, որտեղ գտավ Մարիամին դեռ հիվանդանոցում, բայց շատ ավելի լավ վիճակում։
Բժիշկ Պողոսյանը մի շարք հետազոտություններ էր արել որոշել, որ նա պետք է մեկ գիշեր մնա հսկողության տակ։ «Ինչպե՞ս եք ձեզ զգում», հարցրեց Ալբերտը, մտնելով սենյակ, որտեղ Մարիամը նստել էր մահճակալին, երեխաների հետ խաղաթուղթ խաղալով։ «Շատ ավելի լավ, շնորհակալություն։ Եվ շատ ամաչում եմ այսքան խնդիր պատճառելու համար»։ «Մարիամ», ասաց Ալբերտը, աթոռ քաշելով մահճակալի մոտ նստելու համար, «մենք պետք է մի քանի կարևոր բաների մասին խոսենք»։ Նա պատմեց նրան Կարապետի Հակոբի հետ ունեցած խոսակցությունների, աշխատանքային պայմաններում իրականացրած փոփոխությունների, վարձի պարտքի չեղարկման մասին։ Մարիամը լուռ լսում էր, արցունքները դեմքին հոսելով։ «Պարոն Ալբերտ, ես չեմ կարող այս ամենն ընդունել։ Դա չափազանց շատ է»։ «Շատ չէ։ Դա նվազագույնն է, ինչ կարող եմ անել ձեր հոր հիշատակը պատվելու համար», պատասխանեց Ալբերտը։ «Բայց ավելին կա։ Ես ձեզ մի առաջարկ ունեմ անելու»։ Նա բացատրեց, որ իր ընկերությունում նոր բաժին է ստեղծում, ուղղված սոցիալական պատասխանատվությանը աշխատակիցներին աջակցելուն։ Նա ուզում էր, որ Մարիամը ղեկավարի այդ ոլորտը, օգտագործելով իր կյանքի փորձը, բացահայտելու օգնելու այլ ընտանիքների, որոնք դժվարությունների մեջ են։ Սկզբի համար կլինի 500,000 դրամ ամսական աշխատավարձ, բոլոր արտոնություններով, լիարժեք ընտանեկան առողջության ապահովագրությամբ, ճկուն ժամանակացույցով, որպեսզի կարողանաք հոգ տանել երեխաների մասին, բացատրեց նա։ Մարիամը ցնցված էր։ «Բայց ես դրա համար կրթություն չունեմ։ Ես միայն մաքրել եփել գիտեմ։ Դուք գիտեք, թե ինչ է կարիքի մեջ լինելը, ինչ է պայքարելը ընտանիքը միասին պահելու համար, ինչ է ամեն ինչ զոհաբերելը երեխաների համար։ Այդ փորձը ավելին արժե, քան ցանկացած դիպլոմ», ասաց Ալբերտը։ «Եվ եթե ուզենաք, մենք կարող ենք դասընթացներ, վերապատրաստումներ կազմակերպել, այն ամենը, ինչ ձեզ պետք կլինի»։ Պետրոսը, որը լսել էր ամբողջ խոսակցությունը, չէր կարողանում զսպել իր հուզմունքը։ «Մամ, դու ղեկավար ես լինելու»։ Անահիտը ավելի հասուն, գործնական հարցեր էր տալիս։ «Իսկ մենք որտեղ ենք ապրելու»։ Ալբերտը դրա մասին էլ էր մտածել։ «Առայժմ կարող եք իմ բնակարանում մնալ։ Ես ավելորդ սենյակներ ունեմ, լավ կլիներ ընկերակցություն ունենալ։ Բայց եթե նախընտրում եք սեփական տեղ, մենք կարող ենք ընտանիքի համար հարմար բնակարան գտնել»։ Մարիամը ճնշված էր այդքան առատաձեռնությունից։ «Ինչու եք այս ամենն անում։ Դա իմաստ չունի»։ «Ունի, այո», պատասխանեց Ալբերտը, բռնելով նրա ձեռքից։ «Ձեր հայրը փրկեց ինձ, երբ ես մոլորված երեխա էի։ Ինձ սնունդ տվեց, երբ սովամահ էի լինում, ինձ հույս տվեց, երբ ես այլս ոչինչ չունեի, օգնեց ինձ վերակառուցել իմ կյանքը։ Այն ամենը, ինչ կարողացա նվաճել, սկսվեց նրա բարությունից»։ Նա դադար տվեց, կարգի բերելով այն խոսքերը, որոնք ուզում էր ասել տասնամյակներ շարունակ։ «Ես այն գերմանացի տղան եմ, որին ձեր հայրը գտավ պատերազմում։ Այն նիհար վախեցած տղան, որին նա կերակրեց, պաշտպանեց, բերեց Հայաստան։ Այս բոլոր տարիների ընթացքում ես բիզնես կայսրություն կառուցեցի, հարստություն կուտակեցի, շքեղության մեջ ապրեցի, բայց մոռացա ամենակարևորը։ Ստացած բարությունը հատուցելու պարտավորությունը»։ Մարիամը լայն բացված աչքերով նայեց նրան, վերջապես հասկանալով իրավիճակի մեծությունը։ «Երբ տեսա Անահիտին գրելիս ձեր հոր մեդալը, երբ ականատես եղած ես պայքարելիս Պետրոսի համար պարզ տորտ գնելու, կարծես հենց Հովհաննեսն ինձ առերեսում էր այն մարդու հետ, որը ես դարձել էի։ Մի մարդ, որն ամեն ինչ ուներ, բայց մոռացել էր օգնել կարիքավորներին»։ Արցունքները ազատ հոսում էին Մարիամի դեմքով։ «Հայրս միշտ ասում էր, որ մենք չպետք է շնորհակալություն սպասենք, երբ որևէ մեկին օգնում ենք։ Որ մենք բարություն ենք անում, որովհետև դա ճիշտ է, ոչ թե որովհետև ինչ-որ բան ենք սպասում դրա դիմաց»։ «Եվ նա ճիշտ էր», համաձայնեց Ալբերտը։ «Բայց ես նրան պարտք ունեմ, որը երբեք չի կարող մարվել։ Թույլ տվեք փորձեմ մարել այն, հոգ տանելով ձեր մասին, օգնելով ձեզ ունենալ այն կյանքը, որին արժանի եք»։ Պետրոսը լուռ լսել էր ամբողջ խոսակցությունը, բայց հանկարծ վեր կացավ գրկեց Ալբերտին։ «Պապս ճիշտ էր քո մասին», ասաց նա, երեխաներին բնորոշ պարզությամբ։ «Նա միշտ ասում էր, որ լավ մարդիկ նորից են հանդիպում»։ Այդ պահին, հիվանդանոցի լուռ սենյակում, քաղաքի լույսերը սկսում էին վառվել պատուհանից, Ալբերտը զգաց մի բան, որը տասնամյակներ շարունակ չէր զգացել։ Զգացողությունը, որ ճիշտ բանն է անում, որ իր կյանքը նպատակ ունի, փող իշխանություն կուտակելուց բացի։ Բայց մեկ բան կար, որ նա պետք է ապահովեր։
Մարիամ, ես ուզում եմ կրթական հիմնադրամ ստեղծել Պետրոսի Անահիտի համար։ Ուզում եմ, որ նրանք ունենան ուսման լավագույն հնարավորությունները, որ կարողանան հաճախել լավ դպրոցներ, համալսարան ընդունվել, իրականացնել իրենց բոլոր երազանքները։ Պետրոսը ուզում է տիեզերագնաց դառնալ, ասաց Անահիտը, ժպտալով մոր ուշաթափությունից հետո առաջին անգամ։ Ուրեմն նա տիեզերագնաց կդառնա, պատասխանեց Ալբերտը։ Մենք կապահովենք գիտության, մաթեմատիկայի դասեր, այն ամենը, ինչ նրան պետք կլինի։ Իսկ դո, Անահիտ, ինչ ես երազում անել։ Աղջիկը վարանեց։ Այդքան երկար ժամանակ նրա միակ երազանքը եղել էր ընտանիքի մասին հոգ տանելը, ապահովելը, որ բոլորը բավարար ունենան գոյատելու համար։ Նա երբեք իրեն թույլ չէր տվել երազել ինչ-որ բանի մասին իր համար։ Ես կուզենայի օգնել այլ երեխաների, ասաց նա, վերջապես։ Երեխաների, որոնք անցնում են նույնի միջով, ինչ մենք։ Ալբերտը ժպտաց։ Ուրեմն դու կարող ես ինձ մորդ հետ աշխատել ընկերության սոցիալական բաժնում։ Մենք կարող ենք իրական փոփոխություն մտցնել շատ ընտանիքների կյանքում։ Մինչ նրանք զրուցում էին, բուժքույրերը մտնում դուրս էին գալիս սենյակից, ստուգելով Մարիամի կենսական նշանները։ Յուրաքանչյուր հետազոտություն բարելավում էր ցույց տալիս, յուրաքանչյուր անցնող ժամ նրան ավելի ուժեղ հուսադրող էր դարձնում։ Բժիշկ Պողոսյանը երեկոյան հայտնվեց, Մարիամին հիվանդանոցից դուրս գրելու համար։ Նա հիմա լավ է, բայց նրան շատ հանգիստ, պատշաճ սնունդ, ամենակարևորը, շատ ավելի քիչ սթրեսով կյանք է պետք, խորհուրդ տվեց նա։ Դա այլս խնդիր չի լինի, հավաստիացրեց Ալբերտը։ Երբ դուրս եկան հիվանդանոցից, Սարգսյանների ընտանիքը լիովին փոխվել էր։ Ոչ միայն ֆինանսապես, այլ հուզականորեն։ Ամիսներ հետո առաջին անգամ, պապի մահից հետո, նրանք ապագայի հանդեպ հույս ունեին։ Վերադարձի ճանապարհին դեպի Ալբերտի վերնահարկ, Պետրոսը նայում էր մեքենայի պատուհանից երազում հրթիռների հեռավոր մոլորակների մասին։ Անահիտը մտածում էր, թե ինչպես կարող է օգնել այլ երեխաների, որոնք նույն դժվարությունների միջով են անցնում, ինչ ինքը։ Մարիամը պատկերացնում էր, թե ինչպես կլինի աշխատել մի վայրում, որտեղ իր կյանքի փորձը կարժորվի, որտեղ նա կարող է փոփոխություն մտցնել այլ ընտանիքների կյանքում։ Եվ Ալբերտը, վարելով Երանի փողոցներով, զգում էր, որ վերջապես կատարում է այն խոստումը, որը տվել էր Հովհաննես Սարգսյանին այդքան տարիներ առաջ։ Օգտագործել իր խելքը հնարավորությունները մեծ գործեր անելու համար, բայց երբեք չմոռանալ օգնել կարիքավորներին։ Անահիտի կրծքի մեդալը փայլում էր քաղաքի լույսերի տակ, կարծես Հովհաննես Սարգսյանը վերից հավանության ժպիտով նայում էր, տեսնելով, որ իր բարությունը սերմեր է ցանել, որոնք վերջապես ծլում են սիրո արդարության գործերով։ Գիշերվա մնացած մասը հանգիստ անցավ։ Նրանք միասին ընթրեցին վերնահարկում, խոսեցին ապագայի պլանների մասին, երկար ժամանակ հետո առաջին անգամ խորը քնեցին, իմանալով, որ վաղը ավելի լավը կլինի, քան այսօր։ Դա ընդամենը մի վերափոխման սկիզբն էր, որը կփոխեր ոչ միայն նրանց, այլ շատ այլ ընտանիքների կյանքը, որոնք դեռ պետք է բացահայտեին, որ ինչ-որ մեկը մտահոգվում է իրենց մասին։ 6 ամիսն անցավ վերափոխող երազի պես։ Կիրակի առավոտյան առը լուսավորում էր Հովհաննես Սարգսյանի անվան համայնքային կենտրոնի լայն պատուհանները, որը գտնվում էր հենց այն հասցեում, որտեղ նախկինում գտնվում էր այն անկում ապրող շենքը, որի խոնավ անառողջ նկուղում ապրում էր Սարգսյանների ընտանիքը։ Այն, ինչ մի ժամանակ թափված պատեր ու նեղ սենյակներ էին, այժմ ընդարձակ սրահներ էին, արդյունաբերական խոհանոց, մանկական գրադարան, դասասենյակներ, հարմարավետ դահլիճ։ Վերափոխումը արմատական ամբողջական էր։ Ալբերտը ներդրել էր ոչ միայն գումար, այլ իր ամբողջ սիրտը այդ տարածքի ստեղծման մեջ։ Հայտնի ճարտարապետներն աշխատել էին հենց համայնքի հետ, նախագծելու մի վայր, որը լիներ ոչ միայն ֆունկցիոնալ, այլ հյուրընկալ արժանապատվությամբ լի։ Յուրաքանչյուր մանրուք մտածված էր, որպեսզի այնտեղ եկող ընտանիքները իրենց հարգված սիրված զգան։ Մարիամ Սարգսյանը վստահ քայլերով անցնում էր կենտրոնի միջանցքներով։ 35 տարեկանում նա լիովին փոխվել էր։ Հագին էլեգանտ, բայց պարզ մուգ կապույտ զգեստ էր, հարմարավետ, բայց գեղեցիկ կոշիկներ, մազերը կտրված էին ժամանակակից ոճով, որը շրջանակում էր նրա դեմքը։ Նրա ձեռքերը, որոնք նախկինում միշտ կոշտ վնասված էին ծանր աշխատանքից, այժմ փափուկ խնամված էին։ Բայց ամենաշատը ուշադրություն էր գրավում նրա աչքերում նպատակի փայլը։ Նա այլս այն կինը չէր, որը պայքարում էր միայն գոյատելու համար։ Նա առաջնորդ էր, օրինակ մեկը, ում մյուս մայրերը դիմում էին, երբ ուղղորդման, աջակցության կամ պարզապես ընկերական ուսի կարիք ունեին։
Սոցիալական բաժինը, որը Ալբերտը ստեղծել էր, շատ ավելի էր աճել, քան սկզբնական սպասումները, Մարիամը դարձել էր ոչ միայն աշխատակից, այլ իրական գործընկեր, կյանքեր փոխելու առաքելության մեջ։ Բարի լույս, տիկին Մարիամ, ողջունում էին կենտրոն վաղ եկող մյուս մայրերը։ Զարմանալի էր, թե ինչպես, չնայած բոլորի կողմից հարգանքով սիրով վերաբերվելուն, նա երբեք չէր կորցրել իր համեստությունը, մտերմությունը այն մարդկանց հետ, ում սպասարկում էին։ Կենտրոնի խոհանոցում Պետրոսն օգնում էր պատրաստել համայնքային նախաճաշը, որը մատուցվում էր ամեն կիրակի։ 8.5 տարեկանում տղան տեսանելիորեն աճել էր։ Նա ավելի բարձրահասակ էր, ավելի ուժեղ, այտերը ստացել էին լավ սնվող հանգիստ քնողի առողջ գույնը։ Բայց ամենաշատը տպավորում էր նրա ճառագած վստահությունը։ Պետրոսը փոքրիկ գոգնոց էր կրում, բաղադրիչները մշակում էր մեկի զգուշությամբ, ով սովորել է գնահատել յուրաքանչյուր հատիկ շաքար, յուրաքանչյուր կտոր հաց։ Բայց այժմ, խնայելու հուսահատ կարիքի փոխարեն, կար մյուս մարդկանց համար հատուկ բան պատրաստելու հաճույքը։ «Կլարա տատիկ, կարծում եք լավ է ստացվել», հարցրեց նա կամավոր խոհարարներից մեկին, ցույց տալով թխվածքաբլիթների սկուտեղը, որի պատրաստմանը օգնել էր։ Կլարան, ալեհեր մազերով մի տիկին, որը դարձել էր կենտրոնի մայրական կերպարներից մեկը, ժպտաց գծեց թխվածքաբլիթի եզրերից մեկը։ «Կատարյալ է, հրեշտակս։ Երեխաները կհավանեն»։ Պետրոսը հպարտ ժպտաց։ Ամեն հանգստյան օրերին նա օգնում էր խոհանոցում ոչ թե այն պատճառով, որ պետք էր, այլ որովհետև սիրում էր։ Նա բացահայտել էր, որ խոհարարության տաղանդ ունի, երազում էր խոհարար դառնալ, երբ մեծանա, բացի տիեզերագնաց լինելուց, հանգստյան օրերին։ Նրա երազանքների օրակարգը ընդլայնվել էր իր հնարավորությունների հետ միասին։ Կենտրոնի գրադարանում Անահիտը նստել էր հատակին, 8-ից 12 տարեկան այլ երեխաների հետ շրջան կազմած, պատմություններ էր պատմում։ 13 տարեկանում նա դարձել էր գեղեցիկ խելացի երիտասարդ։ Նրա մազերը միշտ խնամված էին, հագնում էր գեղեցիկ իր տարիքին համապատասխան հագուստ, զարգացրել էր բնական ճարտասանություն, որը հմայում էր բոլորին, ովքեր լսում էին նրան։ Եվ այսպես, ասում էր նա, աչքերը փայլելով, երբ ձեռքին պահել էր նկարազարդ գիրքը, փոքրիկ իշխանը բացահայտեց, որ յուրաքանչյուր մարդու մեջ թաքնված գանձ կա, բայց կարողանում էր տեսնել այն միայն այն ժամանակ, երբ նայում էր սրտով։ Երեխաները հիպնոսացած լսում էին նրան։ Անահիտը բացահայտել էր, որ հատուկ շնորհ ունի, կապ հաստատելու այլ երեխաների հետ, հատկապես նրանց, ովքեր կենտրոն էին գալիս վախեցած, կասկածամիտ, կրելով պարտականությունների բեռ, որոնք իրենցը չպետք է լինեին։ Նա հիանալի հասկանում էր, թե ինչ է կատարվում նրանց մտքում, որովհետև ապրել էր այդ ամենը։ Գիտեր, թե ինչ է մեծահասակի պարտականություններ ստանձնելը, երեխա լինելով, ինչ է փորձել պաշտպանել ընտանիքը, ինչ է մեղք զգալը, երբ չես կարողանում լուծել բոլոր խնդիրները։ Բայց նա գիտեր, թե ինչ է բացահայտելը, որ պետք չէ ամեն ինչ մենակ տանել։ Շրջանի աղջիկներից մեկը, 10-ամյա Սոֆյան, ամաչկոտորեն ձեռք բարձրացրեց։ «Անի, դու կարծում ես, որ բոլոր մարդիկ իսկապես գանձ ունեն»։ Անահիտը ժպտաց մոտեցավ Սոֆյային, որը կենտրոն էր եկել ընդամենը 2 շաբաթ առաջ մոր հետ, այն բանից հետո, երբ հայրը հեռացել էր տնից, ընտանիքին թողնելով առանց որևէ եկամտի։ «Վստահ եմ, Սոֆյա։ Եվ գիտես, թե որն է քո գանձը։ Դա այն կարողությունն է, որ դու ունես, այդքան սիրով հոգ տանելու քո փոքրիկ եղբոր մասին, օգնելու մորթ, նույնիսկ երեխա լինելով, շարունակելու ժպտալ, նույնիսկ երբ ամեն ինչ դժվար է»։ Սոֆյայի աչքերը լցվեցին արցունքներով, բայց դրանք տխրության արցունքներ չէին։ Դրանք թեթացման արցունքներ էին, զգալու, որ ինչ-որ մեկը իր մեջ արժեք է տեսնում, որ ինչ-որ մեկը հասկանում է իր պայքարը։ Անահիտը ընդունվել էր Երանի լավագույն մասնավոր դպրոցներից մեկը, որտեղ հիանալի առաջադիմություն ուներ բոլոր առարկաներից։ Նրա ուսուցիչները միշտ նշում էին նրա հուզական հասունությունը, առաջնորդության կարողությունը, կարեկցանքը դժվարությունների մեջ գտնվող այլ աշակերտների նկատմամբ։ Բայց հանգստյան օրերին էր, կենտրոնում որպես կամավոր աշխատելով, որ նա զգում էր, թե իսկապես փոփոխություն է մտցնում։ Ալբերտը կրթաթոշակային ծրագիր էր ստեղծել կենտրոնի կողմից սպասարկվող բոլոր երեխաների համար, Անահիտն օգնում էր հետել նրանց կրթական առաջընթացին, ուղղորդում էր տնային աշխատանքներում, ամենակարևորը, ցույց էր տալիս, որ հնարավոր է մեծ երազել, անկախ նրանից, թե որտեղից ես գալիս։ Կենտրոնի մյուս կողմում, գլխավոր դահլիճում, Ալբերտը ավարտում էր աթոռները դասավորելը սպասարկվող ընտանիքների շաբաթական հանդիպման համար։ 74 տարեկանում նա նույնպես լիովին փոխվել էր։ Շարունակում էր էլեգանտ լավ հագնված լինել, բայց նրա շարժումներում մի թեթություն կար, որը նախկինում չկար, անկեղծ ժպիտ, որը փոխարինել էր նրա միշտ լուրջ հեռու արտահայտությանը։
Ալբերտը բացահայտել էր, որ բարեգործությունը ոչ միայն գումար տալու մասին է։ Դա ժամանակ, ուշադրություն, սեր տալու մասին է։ Ամեն հանգստյան օրերին նա կենտրոնում էր ոչ թե որպես հզոր գործարար, որը հայտնվում է իրեն լավ զգալու համար, այլ որպես մեկը, ով իսկապես մտահոգվում է յուրաքանչյուր ընտանիքի, յուրաքանչյուր երեխայի, յուրաքանչյուր պատմության համար։ Նա սովորել էր սպասարկվող բոլոր երեխաների անունները, գիտեր ընտանիքների պատմությունները, մասնակցում էր առաջարկվող ծրագրերի վերաբերյալ որոշումների կայացմանը։ Նա վարձել էր սոցիալական աշխատողների, հոգեբանների, ուսուցիչների, իրավաբանների ստեղծելու միջդիսցիպլինար թիմ, որը լիարժեք աջակցություն էր առաջարկում խոցելի իրավիճակում գտնվող ընտանիքներին։ Պարոն Ալբերտ, կանչեց մայրերից մեկը, տիկին Շուշանը, տեսել եք, թե Հովհաննեսիկը ինչքան լավ է խոսում։ Նա գրեթե չէր կակազում, երբ այստեղ եկավ։ Ալբերտը ժպտաց, հիշելով 5-ամյա տղային, որը չափազանց ամաչկոտ տրավմայի ենթարկված էր եկել, երբ ընտանիքը կորցրել էր տունը։ Այժմ, 2 ամիս անց, Հովհաննեսիկը վազվզում էր կենտրոնի միջանցքներով, խաղում էր այլ երեխաների հետ, հաճախում էր հիանալի մանկապարտեզ։ Հովհաննեսիկը մարտիկ է, պատասխանեց Ալբերտը։ Եվ դուք նույնպես։ Ձեր ուժն էր, որ թույլ տվեց նրան այդքան լավ վերականգնվել։ Շուշանը ժպտաց, բայց նրա աչքերը լցվեցին երախտագիտության արցունքներով։ Երբեք չեմ մոռանա, թե ինչ արեցիք մեզ համար։ Երբ այստեղ եկանք, ես մտածում էի երեխաներիս որդեգրման հանձնել, որովհետև այլս չէի կարողանում հոգ տանել նրանց մասին։ Հենց նման պատմություններն էին, որ ստիպում էին Ալբերտին հասկանալ, որ իր կյանքը վերջապես գտել է իր իրական նպատակը։ Կենտրոնը սպասարկում էր ավելի քան 200 ընտանիք, առաջարկում էր ժամանակավոր բնակարան արտակարգ դեպքերի համար, մասնագիտական վերապատրաստման ծրագրեր, հոգեբանական ուղեկցում, իրավաբանական օգնություն, ամենակարևորը՝ հույս։ Ծրագիրն այնքան էր աճել, որ Ալբերտը որոշեց այն կրկնօրինակել այլ թաղամասերում։ Արդեն 5 համայնքային կենտրոններ էին գործում Երանի տարբեր շրջաններում, բոլորը հետելով նույն համապարփակ հարգալից սպասարկման մոդելին։ Առավոտյան կեսն էր, երբ մի երիտասարդ կին հայտնվեց կենտրոնի մուտքի մոտ, գրկին մի քանի ամսական երեխա։ Նա առավելագույնը 20 տարեկան կլիներ, տեսանելիորեն հոգնած վախեցած էր, վարանում էր ներս մտնել։ Նրա հագուստը մաքուր էր, բայց շատ պարզ, դեմքին հուսահատության արտահայտություն կար, որը Ալբերտը անմիջապես ճանաչեց։ Մարիամն առաջինը նկատեց աղջկա ներկայությունը, մոտեցավ հյուրընկալ ժպիտով։ Բար, սիրելիս։ Ես Մարիամն եմ։ Ինչ-որ բան ես փնտրում։ Երիտասարդը վարանեց, շուրջը նայելով, կարծես գնահատում էր, թե կարող է վստահել։ Ես լսել եմ, որ դուք օգնում եք ընտանիքների, որոնք դժվարությունների մեջ են։ Այո, օգնում ենք։ Անունդ ինչ է։ Ամանդա։ Իսկ սա Միքայելն է, իմ երեխան։ Մարիամը ձեռքերը մեկնեց երեխային վերցնելու, Ամանդան մի պահ վարանելուց հետո թույլ տվեց։ Ակնհայտ էր, որ նա ուժասպառ էր, հուսահատորեն օգնության կարիք ուներ։ Երբ ես վերջին անգամ ինչ-որ բան կերել, հարցրեց Մարիամը, այն մարդու ինտուիցիայով, ով արդեն անցել է նույն իրավիճակի միջով։ Ամանդան սկսեց լաց լինել։ 3 առավոտյան։ Բայց Միքայելը կերել է մինչ հիմա։ Ես չեմ ուզում, որ նա սոված մնա։ Մարիամը անմիջապես հասկացավ իրավիճակը։ Երիտասարդը զրկում էր իրեն սննդից, կրծքով կերակրումը պահպանելու համար, ճիշտ այնպես, ինչպես ինքն էր արել այդքան անգամ իր երեխաների հետ։ Արի ինձ հետ, սիրելիս։ Մենք քեզ հիմա տաք ուտելիք կտանք, իսկ հետո կխոսենք, թե ինչպես կարող ենք քեզ օգնել։ Պետրոսը, որը լսել էր խոսակցությունը, վազեց խոհանոց, վերադարձավ դեռ տաք ուտելիքի ափսեով մի բաժակ հյութով։ Վերցրու, աղջիկ ջան։ Այս ապուրը շատ համեղ է, ես ինքս եմ օգնել պատրաստել։ Ամանդան նայեց տղային, սկսեց էլ ավելի շատ լաց լինել։ Նա սովոր չէր այդքան բարության մարդկանց, ովքեր անկեղծորեն մտահոգվում էին իր բարեկեցությամբ։ Ալբերտը մոտեցավ, երբ տեսավ իրավիճակը։ Նա սովորել էր ճանաչել ծայրահեղ ճգնաժամի մեջ գտնվող ընտանիքի նշանները։ Ամանդա, ասաց նա, հնարավորինս բարի ձայնով, դու այստեղ ապահով ես։ Ոչնչից վախենալու կարիք չկա։ Այստեղ ոչ ոք քեզ չի դատապարտի, ոչ ոք քեզ չի նվաստացնի, ոչ ոք ոչինչ չի պահանջի օգնության դիմաց։ Երիտասարդը նայում էր այդ լավ հագնված էլեգանտ տղամարդուն, փորձելով հասկանալ, թե ինչու է նա այդքան բարի անծանոթի նկատմամբ։ Ինչու եք դա անում, հարցրեց նա, ծովից դողացող ձեռքերով ապուրն ուտելիս։
Ինչու եք օգնում մարդկանց, որոնց նույնիսկ չեք ճանաչում։ Ալբերտը շուրջը նայեց կենտրոնում, տեսավ Մարիամին, երեխային խնամելիս տատիկի սիրով, Պետրոսին Ամանդայի համար ավելի շատ ուտելիք բերելիս, Անահիտին մոտենալիս մի քանի խաղալիքներով երիտասարդ մորը զբաղեցնելու համար։ Տեսավ այնտեղ գտնվող բոլոր ընտանիքներին, որոնք կիսում էին համայնքային նախաճաշը, անվտանգ խաղացող երեխաներին, զրուցող միմյանց աջակցող մայրերին։ Նրա հայացքը սերվեց դահլիճի գլխավոր պատին, որտեղ հատուկ շրջանակի մեջ կախված էր Հովհաննես Սարգսյանի իր արիության մեդալը։ Մեդալի կողքին հայ զինվորի ժպտացող սպիտակ լուսանկարն էր, մի ցուցանակ, մի արտահայտությամբ, որը դարձել էր կենտրոնի կարգախոսը։ Ալբերտը ժպտաց Ամանդային մատնացույց արեց պատի մեդալը։ Որովհետև ոչ ոք մենակ չի պայքարում։ Այլս։ Ամանդան հետեց նրա հայացքին, տեսավ մեդալը, զինվորի լուսանկարը, ցուցանակի արտահայտությունը։ Լիովին չհասկացավ իմաստը, բայց այդ խոսքերում մի յուրահատուկ բան զգաց, մի խոստում, որ նա աշխարհում մենակ չէ։ Այդ մեդալը իմ պապինն էր, ասաց Անահիտը, մոտենալով նստելով Ամանդայի կողքին։ Նա մեր ընտանիքին սովորեցրել է, որ երբ ինչ-որ մեկը քեզ օգնում է, դու պետք է օգնես նա այլ մարդկանց։ Այդպես աշխարհն ավելի լավն է դառնում։ Պետրոսը, միշտ ուղղամիտ, ինչպես երեխաներն են, լրացրեց։ Իսկ այստեղի Ալբերտը մոլորված երեխա էր, որին պապս օգնել է շատ վաղուց։ Հիմա նա օգնում է այլ ընտանիքների, հատուցելու ստացած բարությունը։ Ամանդան նայեց Ալբերտից երեխաներին, Մարիամից պատի մեդալին, փորձելով վերամշակել այն, ինչ լսում էր։ Դա սիրո, երախտագիտության վերափոխման պատմություն էր, որը փոխանցվում էր սերնդեսերունդ։ Դու Միքայելը կարող եք այստեղ մնալ, որքան անհրաժեշտ է, ասաց Մարիամը, օրորելով իր գրկում քնած երեխային։ Մենք արտակարգ իրավիճակների համար սենյակներ ունենք, մասնագիտական վերապատրաստման ծրագրեր ունենք, մանկապարտեզ ունենք Միքայելին խնամելու, մինչ դու կարգի բերես քո գործերը։ Եվ երբ դու ավելի լավ լինես, ավելացրեց Ալբերտը, գուցե կուզենաս օգնել այլ մայրերի, ովքեր այստեղ կգան քո նման իրավիճակում։ Այդպես է այս բանն աշխատում։ Բոլորս հոգ ենք տանում միմյանց մասին։ Ամանդան չէր կարողանում դադարեցնել լացը, բայց այժմ դրանք թեթացման երախտագիտության արդյունքներ էին։ Ամիսներ հետո առաջին անգամ, այն պահից, երբ իմացել էր հղիության մասին լքվել ընկերոջ կողմից, նա զգում էր, որ գուցե հույս կա իր որդու համար։ Օրվա մնացած մասն անցավ հանգիստ երազի պես։ Ամանդան տաք լոգանք ընդունեց, մաքուր հագուստ հագավ, որը Մարիամը առանձնացրել էր նրա համար, պատշաճ կերպով սնվեց, հանգստացավ, մինչդեռ այլ կամավոր մայրեր խնամում էին Միքայելին։ Անահիտը նրան ընկերակցեց, պատմելով իր սեփական պատմությունը, ցույց տալով, որ հնարավոր է նորից սկսել։ Պետրոսը, միշտ աշխույժ, ցույց տվեց Ամանդային կենտրոնի բոլոր անկյունները, հպարտությամբ պատմելով յուրաքանչյուր ծրագրի, յուրաքանչյուր գործունեության, սպասարկվող ընտանիքների յուրաքանչյուր ձեռքբերման մասին։ Ալբերտը անցնում էր բոլոր խմբերով, զրուցում էր ընտանիքների հետ, խաղում էր երեխաների հետ, լսում էր պատմություններ, խորհուրդներ տալիս, երբ պահանջվում էր։ Զարմանալի էր, թե ինչպես մի մարդ, որը տասնամյակներ շարունակ մեկուսացած էր ապրել իր շքեղ վերնահարկում, այժմ իրեն լիովին տանն էր զգում այդ համայնքի մեջտեղում։ Երեկոյան, երբ կենտրոնը սկսեց դատարկվել, ընտանիքները գնացին իրենց տները, Ալբերտը, Մարիամը, Անահիտը, Պետրոսը հավաքվեցին գլխավոր դահլիճում, ինչպես անում էին ամեն կիրակի, զրուցելու անցած շաբաթվա մասին, պլանավորելու գալիքը։ Ինչպես եք կարծում, Ամանդան ինչպես է, հարցրեց Մարիամը, միշտ մտահոգված կենտրոն եկող յուրաքանչյուր մարդու համար։ Կարծում եմ, նա լավ կլինի, պատասխանեց Անահիտը։ Նրա աչքերում տեսա նույն բանը, ինչ ես էի զգում, երբ մենք այստեղ եկանք։ Թեթացում, որ մենակ չես։ Պետրոսը, միշտ գործնական, ասաց։ Եվ նրա երեխան շատ սիրուն է։ Ես նրան թխվածքաբլիթներ պատրաստել կսովորեցնեմ, երբ մեծանա։ Ալբերտը ժպտաց, դիտելով այն ընտանիքին, որը դարձել էր իր սեփական ընտանիքը։ Մարիամը դարձել էր նրա համար դստեր պես, Անահիտն ու Պետրոսը, թոռների պես, որոնք նա երբեք չէր ունեցել։ Եվ միասին նրանք ստեղծել էին մի բան, որը շատ ավելի մեծ էր, քան նրանցից որը մեկը կարող էր պատկերացնել։ Գիտեք ինչ, ասաց Ալբերտը, նորից նայելով պատի մեդալին, կարծում եմ ձեր պապը կհպարտանար ձեզանով։ Մեզանով։ Վստահ եմ, որ այո, պատասխանեց Մարիամը։ Հայրս միշտ ասում էր, որ մենք երբեք չգիտենք, թե երբ ենք լինելու այն մարդը, որը կփոխի ինչ-որ մեկի կյանքը։ Երբեմն դա մեծ գործով է լինում, երբեմն ուղղակի մի կտոր հաց կիսելով։ Կամ երեխայի համար հրթիռով տորտ գնելով, ավելացրեց Պետրոսը, հիշելով, թե ինչպես էր ամեն ինչ սկսվել։
Կամ պարզապես ուշադրություն դարձնելով նրան, ով տառապում է մեր կողքին, լրացրեց Անահիտը։ Այդ պահին դահլիճի սիրալիր լռության մեջ երեկոյան ոսկեգույն լույսը լցվում էր լայն պատուհաններից, չորսը հասկացան, որ դարձել են մի շատ յուրահատուկ բան։ Ընտրված ընտանիք, միավորված ոչ թե արյունով, այլ սիրով, երախտագիտությամբ միմյանց մասին հոգ տանելու ընդհանուր առաքելությամբ։ Հովհաննես Սարգսյանի մեդալը շարունակում էր փայլել պատին, ոչ միայն որպես զինվորական հերոսության հիշատակ, այլ որպես խորհրդանիշ, որ իսկական խիզախությունը կարիքավորին ձեռք մեկնելու, ցավը կարեկցանքի վերածելու, սեփական բուժումը ուրիշների համար բուժում դարձնելու մեջ է։ Համայնքային կենտրոնը կշարունակեր գործել, աճել, ավելի շատ ընտանիքների սպասարկել, ավելի շատ կյանքեր փոխել։ Բայց անկախ նրանից, թե քանի մարդու կօգնեին, սկզբունքը միշտ նույնը կլիներ։ Ոչ ոք մենակ չի պայքարում։ Եվ քանի դեռ կան Հովհաննես Սարգսյանի նման մարդիկ, որոնք բարության սերմեր են ցանում նույնիսկ քաոսի մեջ, Ալբերտի, Մարիամի, Անահիտի ու Պետրոսի նման մարդիկ, որոնք հոգ են տանում, որ այդ սերմերը ծլեն բազմանան, միշտ հույս կլինի, որ աշխարհը կարող է ավելի լավը լինել։ Սարգսյանների ընտանիքի Ալբերտ Մանուկյանի պատմությունը միլիոնավորներից ընդամենը մեկն էր, բայց ինչպես բոլոր իսկական սիրո պատմությունները, ուներ ուժ, ոգեշնչելու այլ պատմություններ, ստեղծելու այլ վերափոխումներ, ցանելու բարության այլ սերմեր, որոնք մի օր կծաղկեն անսպասելի սիրո դրսևորումներով։ Կենտրոնի պատին, Հովհաննես Սարգսյանի մեդալի տակ, արտահայտությունը շարունակում էր փայլել խոստման պես։ Որովհետև ոչ ոք մենակ չի պայքարում։ Այլս։ Սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ Հովհաննես Սարգսյանի մեդալի Մարիամի ընտանիքի վերափոխման մասին այս պատմությունը խորապես հուզեց ձեր սրտերը։ Եթե դուք հուզվեցիք երախտագիտության, ներման երկրորդ հնարավորությունների այս ճանապարհորդությունից, թողեք ձեր լայքը ներքում, բաժանորդագրվեք ալիքին մեկնաբանություններում պատմեք, թե որ պահն է ձեզ ամենաշատը տպավորել։ Սուպերմարկետի տեսարանն էր։ Ալբերտի երեխաների հանդիպումը։ Համայնքային կենտրոնի վերափոխումը։ Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար։ Ամեն օր մենք ներկայացնում ենք այսպիսի հուզիչ պատմություններ, որոնք բացահայտում են մարդկային հոգու ամենագեղեցիկ վերափոխող կողմը, պատմություններ, որոնք ցույց են տալիս, թե ինչպես կարող են բարության փոքրիկ դրսևորումները փոխել ամբողջ կյանքեր։ Սպասում ենք ձեզ հաջորդ թողարկմանը, որովհետև այստեղ մենք միշտ ունենք հույսի նոր պատմություն ձեզ հետ կիսվելու։